Ոնց է նորմալ է։ Լավ, դե դուք ասեք, ես արդեն բնական փոքր ներկայացնեմ։ Մենք այսօր հավաքվել ենք եւ հյուրընկալել ենք մոտ կազմակերպությունում գրող բլոգեր Արմեն Շահվերդյան եւ ձեր հաջորդը եւ Արմենը ներկայացնելու է մեզ իր գիրքը, ստեղծագործությունը, որը նվիրված է առողջություններին, առողջությունների կյանքին, կենսակերպին եւ այլ հետաքրքիր փաստեր է ներկայացնելու եւ երևի թե չերկարացնեմ եւ խոսքը տրամադրեմ մեր հյուրին, նախ հայտնեմ մեր խորին շնորհակալությունը այս նմանատիպ առաջարկ անելու համար եւ մենք ուրախ ենք եւ հուսում ենք, որ սա սկիզբ կլինի մեր համագործակցությանը։ Նաեւ Արմենը բերել է իր հետ գրքերի օրինակներ, որը բոլոր մասնակիցների մենք կտրամադրենք, իհարկե հեղինակի ինքնագրով եւ բարեմաղթանքներով եւ խոսքը տրամադրենք Արմենին։ Շնորհակալություն, ես էլ իմ խոսքը սկսեմ շնորհակալությունից, ուզում եմ Արսենին Գասպարյան շնորհակալություն ասել, որովհետեւ իր ակտիվ աջակցությամբ կազմակերպվեց այս հանդիպումը, շատ շնորհակալ եմ իրեն եւ ձեզ բոլորին, որ այսօր ժամանակ եք գտել այստեղ եք, շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, ինձ համար եւ ուրախություն է եւ պատիվ է, որովհետեւ լսարանը մասնագիտական է, երիտասարդ կենսաբանների ընկերակցություն է եւ ես էլ ներկայացնելու եմ գիրք, որը հենց այդ բնագավառի է։ Ես ինքս մասնագիտությամբ կենսաբան չեմ, հոգեբան եմ, բայց շուրջ 20 տարուց ավել է, որ ուսումնասիրում ու սիրում եմ այս բնագավառը եւ այնպես որ հանգիստ կարող եք ինձ էլ ասել ձեր գոլեգաների շարքը։ Գիրքը, որ այսօր պետք է ներկայացնեմ, իմ վերջին հրատարակությունն է, 4-րդ գիրքն է, ապրելու իրավունք վերնագրով։ Այս գիրքը բավական ճանաչում եւ տարածում գտավ եւ Հայաստանում, եւ Հայաստանի սահմաններից դուրս, վերջերս նաեւ ուրախ եղա տեղեկանալ, որ Վաշինգտոնում կոնգրեսի գրադարանում է գրանցվել։ Գիրքը ինքնին բացառիկ էր, բոլորի համար հետաքրքիր էր, հենց միայն նրա համար, որ ընտրված նյութը առաջին անգամ էր, որ ասենք հայերեն լեզվով պետք է գտնել իր արտացոլումը։ Երկար այսպես նախաբանության եմ, մի անգամից անցնեմ այն ստացիոներին, այն presentation-ին, որը պատրաստել եմ, սովորաբար հենց այսպես ներկայացնում եմ, երբ որ լինում են հանդիպումներ։ Վերջին մեկ տարվա ընթացքում այդ հանդիպումները բավական շատ են եղել։ Այս հանդիպումը ինձ համար, անկեղծ եմ ասում, ունի առանձնակի նշանակություն։ Եվ այսպես ապրելու իրավունք գիրք, որը սկզբից նշեմ, որ հրատարակվել է Վարինության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ, իրենք կարևորեցին խնդիրը, գիտեք, որ կատազգիների, խոշոր կատուների խնդրով իրենք էլ բավական խոր այսպես աշխատանք են կատարում, բացի այդ գիրքը ինքնին իրենց հետաքրքրեց, որովհետև առյուծների մասին էր, իսկ Հայաստանում մեր մասնագիտական գրականության մեջ դեռևս երբևէ այդպիսի բան չէր նկատվել։ Ես ուզում եմ հատուկ նշել մի հանգամանք, որ գրքի 308 էջերում այսպես փորձ է արված ներկայացնել այս կենթանու բազմակողմանի բոլոր ասպեկտներով, գիտական գրեթե բոլոր դիսցիպլիններով եւ որպեսզի ամբողջ այդ նյութը այսպես մեկ շնչով հնարավոր լիներ յուրացնել ընթերցողի համար, ես ընտրեցի մատուցման նոր եւ հետաքրքիր մի տարբերակ, երբ գիտական այդ ամբողջ տեղեկույթը մատուցվում է գեղարվեստական սյուժեով։ Սա հնարավորություն է տալիս, որպեսզի գիրքը ընթերցելիս եւ մարդը ստանա ճիշտ ճշգրիտ տեղեկույթ, եւ միևնույն ժամանակ ինքը ներկա լինի եւ մասնակիցը լինի ինչ-որ սյուժետային գծի զարգացումների, իրադարձությունների, իսկ կոնկրետ օգտակային առումով գրքի սյուժեն հետեւյալն է, ուրեմն Հայաստանից նկարահանող խումբ է մեկնում Սերենգետի ազգային պարկ եւ այնտեղ կազմակերպում է նկարահանումներ, կան հերոսներ, կան հերոսների միջև հարաբերությունների զարգացում, եւ ընդհանուր առմամբ գիրքը գեղարվեստական գիտական է։ Ես փորձել եմ այնպես անել, որ մարդիկ կարողանան բոլոր այսպես ընթերցողների բոլոր շրջանակների համար գիրքը հասանելի լինի։ Եվ այսպես տեղափոխվենք մայրցամաք, որը թատերաբեմն է գրքի ընդհանուր այսպես թեմայի, Աֆրիկան։
Սա մի մայրցամաք է, ես լուսանկարներով փորձեմ գրքում և անպարփակ կերպով ներկայացնել ամբողջ գրքի ասելիքը։ Մի մայրցամաք է, որտեղ մարդը և բնությունը թերևս ամենասերտ և առօրեական կապի մեջ են։ Վայրի բնության հետ մեր շփումը երբեմն լինում է կենդանաբանական այգում, արգելոցներում, պահպանվող տարածքներում, իսկ կոնկրետ այս մայրցամաքում վայրի բնության հետ առերեսումը ամենօրյա է, երբեմն նույնիսկ կենցաղային մակարդակի, երբ վայրի բնաշխարհի ներկայացուցիչը տարածք է ներխուժում կամ հակառակը, որպես կանոն ավելի հաճախ մարդն է ներխուժում վայրի բնաշխարհ։ Մի մայրցամաք, որտեղ վայրի կենդանիների նկատմամբ կա ոչ թե զուտ տեսական, այլ իսկապես գործնական պատկերացում։ Հիմնական թատերաբեմը գրքի իրադարձությունների զարգանում է Սերենգետի ազգային պարկում, ինչպես գիտեք, այստեղ խոտակեր կենդանիների, հատկապես գնու այծքաների և զեբրերի ամենամեծ հոտերն են, որոնք ամեն տարի միգրացիայով Սերենգետից տեղափոխվում են առավել խոտավետ տարածքներ և հետո վերադառնում։ Կոնկրետ այս տարիում պատկերված են աֆրիկյան բնաշխարհի մի քանի տիպիկ ներկայացուցիչներ, զեբրեր և խորնգեղջյուր, ինչպես նաև գնու այծքաներ դաշտում։ Եվս մի տեսարան, որտեղ ցանկանայի ձեր ուշադրություն ներկայացնել հետևյալ դրվագին՝ ասֆալտապատ տարածք և փղեր, որոնք անցնում են։ Ես հատուկ այս գրքի միջոցով փորձել եմ ոչ միայն ներկայացնել գրքի հիմնական հերոսին, առյուծ կենդանուն, այլև շատ կարևոր խնդիր է արծարծվում, դա մարդ-բնություն հարաբերությունն է և որպես կանոն այն հանգամանքի վերհանումն է, որ մենք անխնա կերպով գրավում ենք այն բնակելի տարածքը, որտեղ ապրում են վայրի կենդանիները։ Կոնկրետ Աֆրիկայում արդեն սովորական երևույթ է դարձել, երբ վայրի բնաշխարհի ներկայացուցիչը ստիպված է լինում ճանապարհ հատել, ճանապարհ, որը մենք ստեղծում ենք մեր հարմարավետության համար, բայց որը կոնկրետ նրանց ոչնչացման պատճառ է դառնում, արդեն գաղտնիք չէ, որ կոնկրետ Աֆրիկայում, կոնկրետ նաև մի շարք երկրներում հատկապես բնաշխարհի վայրի ներկայացուցիչները շատ հաճախ սատկում մահանում են հենց այս մայրուղիների վրա վարորդների պատճառով, ուղղակի անխնա կերպով հարվածում և անցնում։ Դա հատկապես վերաբերում է փոքր և միջին չափերի կենդանիներին, այծքաղներ և այլն։ Ներքևի լուսանկարում ձուկների զույգ է և վագրակատու։ Ես ուզում եմ նշել, որ գրքում մանրամասն այսպես ներկայացված են ոչ միայն առյուծ, այլև մյուս բոլոր կենդանատեսակները և դրա համար եմ կարևորում ձեր որպես կենսաբանների հետաքրքրությունը և ուշադրությունը գրքի նկատմամբ, ինչու, որովհետև ես հույս ունեմ, որ այս գիրքը ձեզ համար ոչ միայն հետաքրքիր կլինի, այլև օգտակար կլինի ձեր հետագա հետազոտական աշխատանքում։ Այստեղ մի կենդանի չի, բոլոր բնաշխարհի բոլոր գրեթե ներկայացուցիչներն են, ինչպես նաև նրանց վերաբերյալ կենսաբանական ճշգրիտ տեղեկույթ։ Բացի այդ կա նաև այնպիսի տեղեկույթ, որը թերևս առաջին անգամ է հրատարակվում և այդ առումով ևս հույս ունեմ, որ ձեր հետագա հետազոտական աշխատանքում դա կարող է լինել օգտավետ նյութ։ Եվ այսպես գրքի հիմնական հերոսը, առյուծ։ Սա մի հետաքրքիր շատ յուրօրինակ կենդանի է, որը բախտ ունենք, որ այսօր հասել է մեր օրերը, որովհետև բազմաթիվ յուրօրինակ ու բացառիկ կենդանիներ ցավոք այսօր արդեն մեր ժամանակակիցը չեն և մեր անխոհային վերաբերմունքի պատճառով անհետացել են։ Առյուծը հասավ կինեմատոգրաֆի, սինեմայի լուսանկարչական դարաշրջան և բազմաթիվ ֆիլմեր և նյութեր կան նկարահանված այս կենդանու մասին, ցավոք սրտի հիմնականում օտարալեզու են, իսկ գրականությունը միանշանակ օտարալեզու է։ Այս գիրքը կազմելիս, այն ստեղծելիս ևս ես նույնպես ստիպված եմ եղել շուրջ 10 տարի օգտվել միայն օտար գրականությունից, օտարազգի մասնագետներից։ Իհարկե ուրախալի է, որ շատ սերտ շփում եղավ բազմաթիվ մասնագետների հետ հենց Աֆրիկա մայրցամաքում, առյուծների պահպանման խնդիրներով զբաղվող հիմնադրամների և կենտրոնների հետ, որոնց հետ կար կոնկրետ աշխատանք, խորհրդատվություն մասնագիտական, բայց ասում եմ, իսկապես ցավալի է, որ թե առյուծը և թե ընդհանրապես մյուս բոլոր կենդանիները կոնկրետ մեր լեզվով գրականության մասով արտացոլում գրեթե չունեն։ Եվ այսպես կոնկրետ այս սլայդում ես ուզում եմ ներկայացնել ձեզ առյուծների ենթատեսակային բազմազանությունը և նաև բաժերի տարբերությունը։ Առյուծը այն հետաքրքիր կատվազգիներից է, որի մոտ հստակ ընդգծված է ցեղային դիմորֆիզմը, որը
վայրի վնաշխարհի շատ քիչ կենդանիների մոտ կա, որ այդքան ակնառու կերպով երևում է, այսինքն արուի եւ էգի տարբերությունը։ Ինչ վերաբերում է նրանց ենթատեսակային բազմազանությանը, ապա այսօր հայտնի կառույցների ենթատեսակները բավական տարբերվում են իրարից, նրանց մեջ կան, ինչպես ներքևում նշված են, արուներ, որոնք գրեթե առանց բաշի են, սա ցավո շրջանում տարածված պոպուլյացիան է, եւ նաեւ ավելի հարավ մայրցամաքում գտնվող բավական փարթամ եւ պարայեղ տեսք ունեցող բաշերով առյուծների։ Ձախ վերին անկյունում սպիտակ կամ տրանսվալյան առյուծն է, սա կոնկրետ ընդհանրապես մելամինի խնդիրն է, իրենց պիգմենտի խնդիրն է, սա առանձին պոպուլյացիա չէ։ Այս բանին կոնկրետ հետազոտություն է կատարվում, որովհետև երբեմն լինում է, որ երկու միատարր նորմալ գունավորում ունեցող առյուծներից դարձյալ ծնվում է սպիտակ, այսպես կոչված սպիտակ առյուծներ։ Կա կոնկրետ ծրագիր եւ այս մասին առավել մանրամասն կա գրքում։ Հենց այս երկու լուսանկարում ուզում եմ ցույց տալ առյուծների երկու արու առյուծների տարբերությունը, վերին ձախ անկյունում ներկայացված է եթովպական մայրցամաքի առավել հարավում տարածված առյուծի ենթատեսակ, ներքևում, ինչպես նշեցի, ցավո արգելոցում տարածված առյուծներն առաջին հայացքից արտաքուստ թվում են, թե էգ առյուծը լուսանկարում։ Մի փոքր այսպես փոքրիկ էքսկուրս կատարենք դեպի դարեր, երբ նախապատմական շրջանում երկիր մոլորակի վրա ապրում եւ շրջում էին վիթխարի կենդանիներ, այդ թվում նաեւ առյուծ կենդանատեսակի նախնիները։ Ձախ վերին անկյունում եվրոպական քարաժայռերի այսպես ժայռապատկերներ են, որտեղ առյուծների ոսի պատկերում կա, աջ վերին անկյունում գեղանկարում նկարված է քարանձավային առյուծը, որը համարվում է եվրոպական մայրցամաքում տարածված երբեմնի ամենախոշոր ցամաքային կատվազգիներից մեկը, ներքևում ձախից սմիլոդոն դրատան վագրերն են, որոնք առանձին ճյուղ էին կատվազգիների ամբողջ էվոլյուցիայի մեջ, եւ աջ ստորին անկյունում ամերիկյան առյուծն է։ Հիմա կոնկրետ հետազոտությունների արդյունքներում պարզվել է, որ շատ հնարավոր է սրանք ոչ թե եղել են նախնիներ, այլ ժամանակակից առյուծի պոպուլյացիայի ժամանակակիցներ, որովհետև կար ժամանակ, երբ մայրցամաքներում առյուծների ենթատեսակային բազմազանություն կար եւ հնարավոր է, որ նրանք եղել են իրար ժամանակակից։ Ես մասնագիտական, այսպես տերմինաբանությամբ բավական մանրամասն եմ խոսում, որովհետեւ այնքան հանգիստ ու վստահ եմ խոսում ձեր ներկայությամբ։ Կա լսարան, որտեղ փորձում եմ շատ ավելի մատչելի կերպով խոսել, իսկ ձեր պարագայում վստահ եմ, որ պետք է մենք այսպես հաղորդակցվենք հենց հատկապես մասնագիտական տերմինաբանությամբ։ Այս լուսանկարում երկու այս գեղանկարներում պատկերված են ձախից վերևերյան առյուծները եւ աջից կապսյան առյուծներ։ Երկուսի մասին էլ բավական ընդհանրակ այսպես անդրադարձ կա գրքում։ Ես կցանկանայի նշել, որ այս փարայև առյուծները, այս ենթատեսակները անհետացել են հատկապես մարդու անխոհեմ վերաբերմունքի պատճառով։ Հատկապես վերևերյան առյուծին է խոսքը վերաբերում, որին անխնա կերպով աֆրիկյան մայրցամաքից դեռևս հռոմեական կայսրության ժամանակ տանում էին Հռոմ, Կոլիզեյ, այնտեղ գիտեք այդ արենայում խաղերի եւ դաժան արյունարի ներկայացումների պատճառով այս առյուծների պոպուլյացիան գնալով իջացավ։ Դրան պետք է հավելենք նաեւ այն, որ արդեն տեղափոխման ընթացքում այս կենդանիները շատ ուժեղ դեպրեսիայի եւ մեջ էին ընկնում եւ ծանր հիվանդություններ էին տանում, որովհետեւ մայրցամաքից վերջնակ կենդանում եւ կասկածելի որակով նավերով միջերկրական անցկացնել եւ տանել Եվրոպա, արդեն կենդանիների զգալի մասը կամ ճանապարհին էր հիվանդանում կամ սատկում, կամ արդեն այնտեղ միանգամից կատաղի վիճակում էին լինում ու ստիպված էին լինում շատ արագ ոչնչացնել այս կենդանիներին։ Այսինքն ստացվում է, որ ուղղակի զվարճանքի համար, ուղղակի ներկայացումներ կազմակերպելու եւ հանրությանը դիտարժան շոուներ հրամցնելու նպատակով հազարավոր կենդանիներ եւ ոչ միայն առյուծներ, այդ նաեւ թվեր, վագրեր, արջեր բերվում էին տարբեր մայրցամաքներից եւ ուղղակի ոչնչացվում, մարդկանց աչքի առաջ ուղղակի սպանվում։ Եվ հենց այս սլայդով ես ուզում եմ ձեզ ցույց տալ հատկապես եվրոպացիների ներխուժումը Աֆրիկա մայրցամաք, այսպես խոշոր ֆեոդալի հպատկեցվածքով ավարի լուսանկարը իր սևամորթ ուղեկիցներով եւ նաեւ կոնկրետ այս արդեն քարտեզում առյուծների ենթատեսակային երբեմնի բազմազանությունը եւ ցավով պետք է նշեմ, որ
կոնկրետ այսօր արդեն այս բոլոր ենթատեսակներից ընդհանրապես մնացել է հարավայինը։ Այսինքն այն հարուստները, որոնք երբեմն ժամանակին տարածված էին Աֆրիկայի հյուսիսում, անգամ Առաջավոր Ասիայում, այսօր արդեն չկան։ Ձեզ քաշ հայտնի է, որ Առաջավոր Ասիայի եւ մասնավորապես հայկական բարձրավանդակի ամբողջ տարածքում ժամանակին շատ տարածված են եղել հարուստներ, ասենք դարեր առաջ նույն Տիգրան մեծի շրջանում հարուստ կենդանին եղել է այնքան սովորական կենդանի հայկական լեռնաշխարհում հարավում, որքան այսօր մեզ համար, ասենք, մեր բնաշխարհում տարածված գայլն է։ Դրա համար իսկապես մեզ համար կոնկրետ այս կենդանին ունի ոչ միայն շատ ճանաչելի կերպար, այլև կոնկրետ մեր պատմության, մեր մշակույթի մեջ այն շատ լավ սովորված է։ Անդրադարձ հարուստների դերին տարբեր մշակույթներում ես ուզում եմ նշել, որ գիրքը լինելով կենսաբանական նաև ուսումնասիրություն է հարուստների տարբեր մշակույթներում ունեցած տեղի, դերի, տարբեր զինանշագիտական համակարգերում զբաղեցրած տեղի վերաբերյալ։ Կոնկրետ այս կենդանին դարեր շարունակ մարդուն ոգեշնչել է, մարդը առյուծի մեջ տեսել է այն ուժը, վեհությունը, իշխանության այն խորհրդանիշը, որը ցանկացել է ունենալ, եւ դա վերագրել է իրեն, եւ բավական հետաքրքիր է, որ առյուծի խորհրդանիշը, այդ վեհասքանչ տեսքը մարդուն նաև ստիպել է նրան տալ տարբեր տիտղոսներ, ամենահայտնին թերևս կենդանիների արքա տիտղոսն է։ Կարծում եմ, որ պատմական այս կուրսը շարունակենք, կարծում եմ, որ այո, առյուծի արտաքին տեսքը, հատկապես արու առյուծների արտաքին տեսքը ստիպում էր մարդուն նրա մեջ տեսնել այդ վեհասքանչությունը եւ հզորությունը։ Բայց հենց այս սլայդում հստակ երևում է, որ ինչքան էլ որ վեհացնում էին այս կենդանում եւ իշխանության խորհրդանիշ համարում, ինչքան էլ պատկերում էին իրենց զինանշաններին, միևնույն ժամանակ առյուծը սովորական իրենց համար խրախճանքի առարկա էր։ Այս սլայդում կոնկրետ Աշուրբանիպալ ձախից Աշուրբանիպալ երկրորդ արքան է, նրա ռազմախաղերի այսպես մի դրվագ է, որոնականդակ, որում հստակ պատկերված է հարուստների մասսայական սպանդ, հաջորդ սլայդը նույնպես պատկերում է մի դրվագ արդեն սպանված հարուստների արենայում։ Ես կցանկանամ ձեր ուշադրությունը հրավիրել նաև գրքի շապիկի վրա, այստեղ նույնպես որոնականդակի մի հատված է, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է այս արքան խոսում առյուծին։ Ես առիթ ունեցա երեք նշելու, որ Աշուրբանիպալ երկրորդը հայտնի է ընդհանրապես ասորական մշակույթում որպես առյուծների անխնա սպանդով զբաղված արքա, մեկ ներկայացման ժամանակ միանգամից սպանելով մինչև 300 առյուծի։ Նախ նիզակների, նետազիկների, ավելի ճիշտ, շնորհիվ արյունաքամ են արել նիզակներով այս կենդանիներին եւ հետո արքան մտել է արենա եւ արքայապարով վեհ կեցվածքով խոցել առյուծների։ Հենց նաև Միջին Ասիայում կոնկրետ այս վերաբերմունքի պատճառով է, որ կոնկրետ ենթատեսակ, այն է առաջավոր արևելյան առյուծը կամ ինչպես նաև նշվում է եվրոպական առյուծը, այդ ենթատեսակը իսպար ոչնչացել է։ Սա հենց այդ ենթատեսակի մասին է խոսքը։ Առյուծների դերը աշխարհի տարբեր մշակույթներում ես փորձել եմ ընդգրկում ներկայացնել, թե ինչ վերաբերմունք կա։ Պարզվում է, որ գրեթե բոլոր, հատկապես հին ազգերում առյուծի նկատմամբ վերաբերմունքը շատ հարգալից է եւ հիացական։ Կոնկրետ ձախ վերին անկյունում իրանական զարդաքանդակ է, թևավոր առյուծի կեցվածքով, մեջտեղում վերևում չինական քանդակ է, պետք է նշել, որ Չինաստանում որպես այդպիսին ժամանակակից առյուծներ երբևէ չեն եղել, ներթափանցել է առյուծների նկատմամբ ակնածանքը եւ վերաբերմունքը Հնդկաստանից, բայց չինացիները լինելով շատ յուրօրինակ ժողովուրդ, իրենք սեփականացրել եւ բավական ուրույն կերպով մատուցում են իրենց պատկերացման առյուծին։ Եգիպտական սֆինքսը, որը կարծում եմ նշելու կարիք չկա, ներքևում մատման է հնդիկների մայր աստվածությունը, մայր բնության աստվածությունը, որը մշտապես ուղեկցում էր նրան ասիական առյուծը, նրանից աջ, ուրեմն ասորական քանդակ է, որոնականդակ, եւ ուրարտական մեր հայտնի պատկերը Երևանից։ Մեզ համար կոնկրետ, ինչպես նշեցի, այս կենդանին ունի իսկապես առանձնահատուկ նշանակություն, ինչի վառ վկայությունը հաջորդ սլայդն է, ուշադրություն դարձրեք
մեր զինանշանին միանգամից 3 առյուծ կա, որից 2-ը պատկերվում են մեր թագավորությունները։ Մանրամասն գրքում կա, թե որ երկրների, որ զինանշաններում կա առյուծ, եւ վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանը այն եզակի երկրների թվին է պատկանում, թերևս երևի միայն Մեծ Բրիտանիայի հետ կարելի է համեմատել, որի զինանշանին կա միանգամից 3 առյուծ։ Մենք լինելով այսպես շատ արիական քաջարի ժողովուրդ, հենց առյուծի եւ իհարկե նաեւ արծվի մեջ տեսել ենք այդ արիության, այդ քաջարիության խորհրդանիշը եւ մեզ համար առյուծ պատկերելը ոչ միայն եղել է ընդհանրապես մահաճույքի խնդիր կամ ուղղակի այսպես ձևական բնույթ է կրել, այլ հատկապես ունեցել է շատ խորը արմատներ։ Ներքևում Կիլիկիայի թագավորության մետաղադրամներ են, ձախից Ուրարտական Վահանը, որի վերացրել եւ առյուծներ են, Կիլիկիայի թագավորությունը առհասարակ կարելի ասել, որ ամբողջությամբ առյուծների պատկերով հեղեղված էր, հետև առյուծ էր ուրեմն դրոշմվում մետաղադրամներին, դրաններին, թագավորական կրիքներին եւ կա կարծիք նաեւ, որ հատկապես Կիլիկյան թագավորության շրջանում առյուծի հերալդիկ պատկերը ներթափանցել է նաեւ Եվրոպա, այսպես սինթեզվել արդեն Եվրոպայում տեղի տարածված պատկերների եւ ստացել ուրույն դիմագիծ։ Վերադառնանք առյուծին, նրա այսպես վերահսկանչ տեսքին եւ մի հանգամանքի, որը ցանկանամ նշել։ Առաջինը ինչու են կոչել նրան արքա առյուծ որպես գազանների այսպես ներկայացուցիչ, ինչու է գրում այդ տիտղոսը։ Իմ պատկերացմամբ առաջին հերթին նրա վերահսկանչ տեսքն է, որովհետեւ այս կենդանին վարում է սովորական կենսակերպ, ինչպես էլ մյուս բոլոր վայրի կենդանիները։ Ուղղակի խնդիրը նա է, որ աֆրիկյան բաց տարածություններում եվրոպացիները տեսնելով այսպես վերահսկանչ տեսքով կենդանի, որը ակնհայտ տարբերվում է մյուս բոլորից, իսկապես նրա մեջ տեսել են այդ վերահսկանչությունը, որը նաև ընդգծվում է նրա մռնչյունի մեջ, որը լսելի է մինչև 8 կիլոմետր հեռավորությամբ։ Այսպես կարելի ասել, որ բնությունը առատորեն շռայլել է այս կենդանում, թե ձայնի, թե տեսքի առումով արժանիորեն կրելու տիտղոսը, որը նրան շնորհված է։ Բայց առյուծը ըստ իս, որքան էլ որ առյուծը ունի վերանձն տեսք, արքայի տիտղոսին չէր արժանանա եւ ընդհանրապես այսքան ուշադրության չէր արժանանա, եթե իր կյանքում չլինեին էգերը։ Ես կարծում եմ, որ ցանկացած առողջ տղամարդու կյանքում այդպես է, առանց կանանց եւ առանց քական ծերի ներկայացուցիչների կյանքը շատ մռայլ է եւ գոհ։ Նույնը առյուծների կյանքում է, հավատացնում եմ ձեզ, որովհետեւ որքան ես եմ ուսումնասիրել, իսկ ես ինձ հիշում եմ ուսումնասիրում այս կենդանիներին, իրենց կյանքում ամբողջ բեռը, ամբողջ հոգսը էգերի վրա է, ինչ են անում առուները, մեծ հաշվով սպառող են, որովհետև բոլոր ջանքերը գործադրում են էգերը, նրանք ուղղակի երբեմն արքայաբար գալիս եւ օգտվում են էգերի ջանքերից։ Հենց վերին ձախ անկյունում արված լուսանկարը, որից հետո էգերի տառապանքից հետո արու երկու պրայդի երկու առյուծների կուշտ ուտելը եւ նիվելն է։ Պետք է ասել, որ էգերը շատ մեծ նշանակություն ունեն առյուծների ընտանիքում, որը կոչվում է պրայդ։ Էգերի ուսերին ոչ միայն տան ուսերն են, այլև սերնդի դաստիարակությունն է հիմնականում։ Արեալի պաշտպանությունը առուների խնդիրն է, բայց էգերը շատ հաճախ միանում են իրենց ընտանիքի դոմինանտ առուին, ընտանիքի տիրոջը եւ անձնվիրաբար պաշտպանում են իրենց տարածքը, իրենց զաքերին։ Առյուծները ընդհանրապես հետաքրքիր է նաեւ նրանով, որ կատվազգիների ընտանիքում սրանք միակ սոցիալական կյանք վարող ներկայացուցիչներն են։ Դուք ձեզ քաշ հայտնի է, որ թե վագրերը, թե խոշոր մյուս բոլոր կատուները, յագուարները, զարուսները վարում են հիմնականում զույգերով կյանք կամ մենակյաց են։ Առյուծների պարագայում այդպես չէ, կա հստակ հիերարխիկ համակարգ ընտանիքում, հստակ հարաբերություններ իրար մեջ, երբեմն մարդկային բնավորության գծեր, որոնք արտահայտվում են նրանց խանդի, զայրույթի, նախանձի դրսևորումներով, այո, այս կենդանիների մոտ շատ հստակ կերպով ձևավորված է հարաբերությունների մի համակարգ, որը նրանց օգնում է առավել արդյունավետ կերպով կազմակերպել իրենց կյանքն ու կենցաղը բաց բնաշխարհում։ Մի քանի դրվագ առյուծների առօրյայից, էգերի, ձագերի նկատմամբ ունեցած խնամքը, առուների երբեմն միանալը
ձագերի դաստիարակության խնդիրներին, իհարկե լինում է դա շատ հազվադեպ, եթե շատ են զայրացնում, ասես հայրաբար կարող են մի երկու ժեստ անեն ձագերի նկատմամբ, բայց որպես կանոն իհարկե էգերի ուսերին է։ Պիտի նշեմ, որ առաջին այսից թվում է շատ դաժան իրողություն, բայց երբ ընտանիքը նվաճում են նոր արուն, նա սպանում է նախորդ արուի բոլոր ձագերին։ Սա բնական ընտրության խնդիր է ընդհանրապես։ Եթե մենք սա կոնկրետ պրոյեկտ ենք մարդկանց աշխարհում, ապա կհամաձայնենք, որ ցանկացած մարդ երբ զույգ է ընտրում, նա ցանկանում է ընտրել զույգի, որը բոլոր արժանինքները կունենա եւ իր համար եւ նաեւ առողջ լավ սերունդ ունենալու համար։ Արուսների կյանքում պատկերացնում են այսպիսին է, որ եթե արուն գալիս եւ նվաճում է, ասենք 8 էգերից կազմված նոր ընտանիք, նա վստահ է, որ նա է ուժեղ եւ նա ցանկանում է, որ սերունդը, որ պիտի մեծանա եւ որի համար նա պիտի որս անի, սնունդ հայտարարի եւ ապահովի, ուրեմն պիտի լինի իր սերունդը, որտեղ նա է արքան, նա է ընտանիքի տերը եւ իր սերունդն էլ արժանի ժառանգորդ պիտի լինի։ Դաժան տեսարան է, բայց այսպիսի տեսարան, երբ նոր արուն, նորեկ արուն սպանում է ձագերին, սովորական երևույթ է արուսների կյանքում։ Ասեմ ավելին, բնությունը, մայր բնությունը հոգացել է, որպեսզի դա շատ խորը ստրեսային վիճակի մեջ չբերի նաև էգերին։ Ինչու՞։ Որովհետև անմիջապես այդ սպանդից հետո շատ կարճ ժամանակում էգերի մոտ դարձյալ սկսվում է կթվում, այսինքն նրանք դարձյալ պատրաստ են բեղմնավորվելու եւ նոր սերունդ տալու։ Բնությունն էլ է ընդառաջ գնացել, որպեսզի այդ բնական ընտրության պարագայում հաղթի ուժերը, հաղթի արժանին եւ առողջը։ Արուսների համար առողջ լինելը եւ ուժեղ լինելը դա կյանքի խնդիր է, որովհետեւ մեր պարագայում ուժեղ լինելը մենք կարող ենք մտավոր ուժեղ լինել, այնտեղ վայրի բնաշխարհում պետք է ուժեղ լինես, որ ողջ մնաս։ Ներքևում Pride-ի տեսարան, Pride-ը մինչև 40 առանձնյակից կարող է կազմված լինել, բայց միջինում մինչև 8-10 առանձնյակ է, եւ 1-2 արույով ձագերը որպես կանոն գրեթե բոլորը նույն սերնդի են լինում, այսինքն միաժամանակ են ծնվում, իսկ մայրերի մոտ այսպիսի շատ համերաշխ հարաբերություն կա մայրերի, քույրերի, անգամ տատիկների եւ մորաքույրերի միջեւ, որովհետեւ երբ մայրը որսի է դուրս գալիս, նրա ձագերին կերածում են իր ազգակից, իր ցեղակից մյուս էգերը։ Ու ձագերի մասին մի փոքր, արյուծների ձագերը սավաննայի կարելի ասել գլխացավանքն են, երբ նրանք հասնում են հատկապես 1 տարեկան հասակը, որովհետև ինչ շարժվում է սավաննայում, հետաքրքրում է կորյուններին, ավելին կարելի է հաճախ ականատես լինել, թե ինչպես է հսկա, ասենք, գետածին ուղղակի փախնում, որովհետև մի քանի հասակակից առյուծ, մի քանի կորյուն ընկել են, նրա հետևից փորձում են հասկանալ, թե սա ինչ մի խոշոր բան է, որ այսպես շարժվում է եւ աչքի առաջ ելնում գալիս։ Նրանք շատ ակտիվ են տան մեծահասակների հետ հարաբերություններում, երբեմն ձանձրացնում են, տեսեք, նստել է արուի գլխին, երբեմն ձանձրացնում են նաև տան մեծերին, բայց որպես կանոն մեծերը այսպես մեծահոգաբար են վերաբերում նրանց, շատ հոգատար են, կոնկրետ ժամանակահատված կա, երբ արուծի ձագերը իրենց աչքի լույսն են, երևի ինչպես որ մեզ մոտ։ Հետո գալիս է մի տարիք, երբ որ նրանք արդեն ընտանիքը ստիպված են լինում լքել։ Այսպես գեղեցիկ Գեղանի էգ արյուծի լուսանկար ջրանվարի մոտ մի բան, որը Աֆրիկայում մշտապես կռվախնձոր է եւ դրան նվիրված է գրքի մեկ առանձին գլուխ, հենց այդպիսի վերնագրով կռվախնձոր, որտեղ ջրի խնդիրը իսկապես շատ կենսական նշանակություն ունեցող խնդիր է։ Մի քանի դրվագ առյուծների լուսանկարներ առյուծների առօրյայից որսից, ես կցանկանամ նշել, որ առյուծ կենդանատեսակը եւ հատկապես արուն շատ սեփականատեր է, նա սեփականատիրական զգացումներ ունի ինչպես իր բոլոր էգերի նկատմամբ, այնպես էլ իր տարածքի նկատմամբ եւ անխռով պայքար է մղում ցանկացած տարածք ներխուժողի նկատմամբ, այնքան ինչքան որ իր ուժերը ներում են։ Որսի տեսարան, ինչպես նշեցի, որսի հիմնական ծանրությունը էգերի վրա է, այս կենդանիները այնքան լավ են կատարելագործել որսի իրենց հմտությունները եւ դա իրենց գենի մեջ է, որ կարելի է ասել այսօր ցամաքային գիշատիչների կարգում առյուծ կենդանատեսակ այն բացառիկ կենդանիներից է, որը թերևս կատարելության է հասցրել բաց տարածություններում որսի արդյունավետությունը։ Սա մի կողմից, սակայն մյուս կողմից առյուծների 10 որսից ընդամենը մեկն է, որ հաջող է, որովհետև ինքնին պարզ է, որ հնարավոր չէ ամեն անգամ հաջողել։ Չէ որ
հնարավոր ավար է, այսպես ասեմ, զոհը նույնպես թրծել է իր կարողությունները պաշտպանելու եւ խուսափելու այս հզոր գիշատիչներից։ Դարձյալ որսի տեսարաններ եւ կոնկրետ երկու դրվագ, որ ուզում եմ արագ անցնել։ Առաջինը դա արյուծների եւ որելիների հարաբերության մասին մշտական թշնամիներ են։ Եվ այս թշնամանքը ոչ այնքան ունի կենցաղային նշանակություն, այսինքն նա ավար է խլում եւ մյուսը ստիպված է լինում իր ավարը պաշտպանել, այլ արդեն ուղղակի անձնական հակակրանքի է վերածվել, որտեղ ինչքան ես ուսումնասիրել եմ, երբեմն արյուծների հարձակումները բորենիների վրա եւ կամ հակառակը, եթե բորենիները թվային գերակշռություն ունեն, առանց ավարի է։ Իրար ուղղակի չեն կարողանում տանել։ Լինում են, չէ՞, այդպիսի հարևաններ, որ ասենք ընդհանուր առմամբ կիսելու գրեթե բան չունեն։ Ու իրենց պարագայում իհարկե կիսելու բան ունեն, որովհետև եւ տարածք են կիսում եւ ավար։ Իսկ չորային սեզոնում եւ երբ սնունդը քիչ է, խնդիրը իսկապես դառնում է վրասական։ Բորենիները հաճախ սպառնում են առյուծների ձագերին։ Սա նաեւ գենի մեջ, առյուծների մեջ մտած է բորենիներին ոչնչացնելու կամ բորենիներից հեռու մնալու այդ վնասը։ Իսկ կոնկրետ ձախ աջ ներքևի անկյունում, այստեղ պարզ երևում է, որ արուզը պարզապես սպանում է, ավարի ոչ մի խնդիր չկա, ուղղակի նյարդերի վրա ապրել է, կոնկրետ այս բորենին երևի որին դեմքով ճանաչում։ Իսկ ներքևում վագրակատուների հետ հարաբերությունն է, բաց տարածություններում առյուծները լինելով ամենախոշոր աֆրիկյան ցամաքային գիշատիչը, աղ սարսափ են սփռում մյուս բոլոր կատվազգիների, այդ թվում նաև վագրակատուների ու ընձառյուծների վրա, շատ խոհեմ են վարվում մյուս բոլոր կենդանիները, որովհետև ավելի լավ է ավարը թողնել եւ հեռանալ, քան թե ստանալ մահացու վնասվածք եւ չկարողանալ գործ անել ու հոգալ ձագերի խնդիրը։ Մի ուրեմն թեմա, որը բավական ընդհանրացած արտացոլում ունի իմ գրքում, դա առյուծների հարաբերություններն է տանը, Pride-ում, նրանց ներքին խոհանոցը եւ հատկապես այն հանգամանքը, որ այս կենդանիները որքան էլ հուժկու, հզոր եւ ահազդու են, միևնույն ժամանակ շատ քնքուշ են իրենց զույգի հետ հարաբերություններում։ Ասեմ ավելին, սիրային խաղերի եւ սիրային հարաբերությունների, իսկ ավելի մասնագիտորեն մերձեցման ու զուգավորման ուրեմն ամբողջ ընթացքում առյուծները պարզապես գերում են իրենց բացառիկությամբ։ Սա մի կենդանի է, որը օրեր շարունակ իր զույգի հետ առանձնանում է եւ նրանք սիրով են զբաղվում, շանն է հետաքրքրեց։ Մի քանի լուսանկար հենց այդ առանձնացած այսպես կոչված մեղրամիսից հետաքրքիրն այն է, որ նրանք այդ ընթացքում անգամ չեն սնվում։ Ես հենց այդպես էլ անվանել եմ այդ մեղրամիսը, որովհետև ոչ մի բան նրանց չի հետաքրքրում այդ շրջանում, յուրաքանչյուր ժամը 1 կամ կես ժամը 1 տեղի ունենում նոր մերձեցում, առյուծները ընդհանրապես ռեկորդսմեն են այս մերձեցումների քանակի առումով, գրանցված ռեկորդներ կան նաև կենդանաբանական այգիներում, երբ ժամեր շարունակ կամ անգամ 1-2 օր շարունակ այցելուները հետևել են, թե ինչպես են շատ սիրառատ երևի զույգեր իրարից մերձենում։ Նրանք այս ընթացքում, ինչպես նշեցի, արտաքին աշխարհից առանձնանում են եւ հատկանշական է, որ կա կարծիք, որ առյուծները այսպես հարեմի տեր են, արու առյուծները, դե այդպես էլ կա, որտեղ իրենց ռադիոյում միանգամից մի քանի եկել են, բայց միևնույն ժամանակ, ինչպես եւ երևի ցանկացած տղամարդու կյանքում է լինում, առյուծների համար էլ կա այսպես առանձնացած սիրելի եկեր, որոնց հետ իրենք կոնկրետ ունեն շատ կոնկրետ հարաբերություն։ Լավ, անցնենք առյուծների խնդիրներին, կոնկրետ ապրելու իրավունք գրքում փորձ է արվում ներկայացնել, թե ինչ վիճակ ունենք մենք այսօր այս կենդանու առումով։ Իսկ վիճակը շատ տխուր է, որովհետև հենց այս պահին, որ ես խոսում եմ, մեկ նոր կենդանի սպանվում է եւ այդ որսագողության ալիքը այս մարտհամակում շարունակվում է շատ անխոհեմ կերպով։ Որսը թույլատրելի եւ անթույլատրելի այսպես անվան տակ անընդհատ է։ Այս լուսանկարներում պատկերված են որսորդներ իրենց այսպես հպարտ տեսքով ավարի մոտ, մի կենդանի, որը հազարավոր տարիներ գոյատևել եւ հասել է մեր օրերը եւ այսօր ընդամենը մեկ հրազանի կրակոցով տապալվում է գետնին։ Ապրելու իրավունք վերնագիրը գրքի հենց դա է, որ յուրաքանչյուր կենդանի ապրելու իրավունք ունի եւ արդյոք մենք ունենք այդ իրավունքը այդքան անխոհեմ, այդքան հեշտորեն զուրին կերպով ուղղակի կանգնեցնելու այդ կյանքը եւ խլելու այն։
Եվ որպես դրա հականորակ, այսպես իրողություն, ես կցանկանամ նշել նաև բազմաթիվ առյուծասեր, բնասեր մարդկանց, ես շատ ուրախ եմ, որ այս խոսքերը հենց հիմա հողում եմ այնպիսի լսարանի, որոնք բոլորը բնասեր մարդիկ են, ձեզանից յուրաքանչյուրը։ Սա Քևին Ռիչարդսոնն է, որի հետ կապ ինքն էլ ողջունել էր այս գրքի ստեղծումը, հաճելիորեն զարմացել, որ Հայաստանում այսպիսի գիրք է հրատարակվել։ Այս մարդը ամբողջ իր օրը անցկացնում է առյուծների հետ, երևի թե YouTube-ից կամ համացանցի այլ կայքերից իրեն գիտեք։ Նա միակը չէ, իհարկե, բազմաթիվ մարդիկ կան, որոնք իրենց կյանքը նվիրել են, սա մի դրվագ է Ամստերդամի կենտրոնական այգուց, եւ այս լուսանկարով ես ցանկանում եմ ցույց տալ, որ որքան մենք պետք է բարի ու խնամքով հոգացությամբ լցված լինենք բնության նկատմամբ, ոչ միայն առյուծների, այլև բնության մյուս բոլոր ներկայացուցիչների, որովհետև շատ կարևոր ներդաշնակություն, շատ կարևոր խաղաղություն կա, որը մեր ձեռքերում է, եւ եթե մենք դա կորցնենք, ապա կորցնում ենք առավել, ինչպես կորցրել ենք արդեն շատ ու շատ կենդանիների։ Մենք իմ խորը համոզմամբ պիտի չխախտենք նրանց անդորը, ուսումնասիրենք նրանց, հետազոտենք նրանց մասին շատ բան իմանալու համար, որովհետև ինչքան շատ ենք իմանում ու լավ ճանաչում, այնքան ավելի շատ ենք սիրում։ Կոնկրետ ապրելու իրավունք գիրքը դարձյալ մի համեստ փորձ է ավելի ճանաչելի դարձնելու վայրի բնաշխարհը։ Ահա այս լուսանկարներում խաղաղ հարաբերություն է մարդկության եւ մարդիկ պարզապես հետևում են առյուծներին իրենց արեալում, իրենց բնական կենսամիջավայրում, իսկ ներքևի լուսանկարում Ջորջ Ադամսն է, հավանաբար տեղյակ եք, մարդ, որը ամբողջ իր կյանքը նվիրել է առյուծներին, մինչև փորձելություն, նրա անվամբ կա հիմնադրամ այսօր, նա եւ իր կինը երկար տարիներ իրենց կյանքի նվիրել են այս կենդանիների պահպանությանը, ավելին նրանք ապրել են այս կենդանիների անմիջապես կողք կողքի եւ նրանց մասին նաեւ կա հոլիվուդյան շատ հայտնի ֆիլմ։ Առյուծները կենդանաբանական այգիներում ցանկանում նշել, որ մի քանի տարբերություն կա։ Առաջինը դա առյուծների տեսքին անդրադառնամ, կենդանաբանական այգիներում բնականաբար առյուծները շատ ավելի խնամված են, այնտեղ չկա գոյության պայքար խնդիրը եւ ոչ բաշն է, այսպես քերծվում, ճանկռոտվում, մազերը թափվում են, ոչ սննդի խնդիր կա եւ ի տարբերություն վայրի բնաշխարհի կենդանաբանական այգիներում առյուծները շատ ավելի լավ պայմաններում են եւ երկար ապրում են։ Առյուծները միջինում ապրում են մինչև 15 տարի, առավելագույնը 20, իսկ կենդանաբանական այգիներում գրանցվում են դեպքեր մինչև 25 անգամ 30 տարի, որ ապրել են։ Այդպիսի երկարակյացներ իհարկե շատ չեն, բայց դա ընդհանրապես լավ պայմանների արդյունք է։ Եվ մի քանի լուսանկար իհարկե անցյալ այսպես սև ու սպիտակ են նրանք հին լուսանկարներ են, բայց բավականին սիմպտոմատիկ են։ Առյուծները կրկեսում, ծախվերին անկյունում, այս կենդանիները հրաշալիորեն տրվում են վարժեցմանը, ի տարբերություն նույնիսկ վագրերի, զարմանալի է, բայց կենդանիների արքան փիսիկի հնազանդություն է ցուցաբերում եւ լինում է կրկեսում։ Իհարկե զայրանալու դեպքում փիսիկը վերածվում է ոչ այնքան հաճելի փիսիկի։ Մյուս լուսանկարում ուրեմն դրվագ է, երբ կրկեսի խնամակալը այսպես լողացնում է իր ձեռքերով առյուծին, այդ ժամանակից տեխնոլոգիաներն ու հնարքները, նաև հնարավորությունները երբեմն նախկինում չեն եղել։ Ներքևում ուրեմն Կրուգերի ազգային պարկի լուսանկար է, սա մեկ դար առաջ լավայնություն ունեցող լուսանկար է, որտեղ հստակ երևում է, թե նախկինում որքան ազատ ու հանգիստ էին այս կենդանիները իրենց բնական տարածքներում, որտեղ այդքան վախ, որքան հիմա չկա։ Ավելին հիմա գրեթե չկա թփուտ կամ որևէ տարածք, որտեղ առյուծները զգուշավորությամբ չշրջեն, որտեղ հաստատ բնազդաբար զգում են, որ կա դարանակալած որևէ գործակող։ Իսկ վերջին լուսանկարում աջ ստորին անկյունում ես վստահ եմ, որ ձեր սերունդը նույնպես դիտել է Թոմը եւ Ջերին մուլտսերիալը, հայտնի հոլիվուդյան մուլտսերիալը, եւ սա Մետրո Գոլդվին Մայեր կինոընկերությունը վռնչացող առյուծի լուսանկարումն է, հենց այդ դրվագն է, ձայնագրությունը եւ լուսանկարումը, սա շատ հայտնի լուսանկար է ամբողջ աշխարհում։ Ցանկանալով ամփոփել խոսքս եւ հուսալով, որ այն ձեզ հետաքրքիր էր, ես վերջին սլայդը շատ հետաքրքիր լուսանկար եմ ընտրել սերնդափոխությունը։ Ես հուսով եմ, որ
վայրի վերաշխարհում առանձների մռնչյունը երբեք չի դադարի, որովհետև դա ընդհանրապես մեկ կենթանու մռնչյուն չէ, մեկ պոպուլյացիայի ապրելու խնդիր չէ, դա խորհրդանշում է մեր վերաբերմունքը բնության նկատմամբ, եւ քանի դեռ մարդու-բնություն հարաբերությունները դինեն խաղաղության եւ ներդաշնակության մեջ, եւ առուզները մյուս բոլոր կենթանիները կապրեն անվտանգ, եւ ամփոփելով ուզում եմ վերադառնանք մեր խնդիրներին։ Կովկասյան ընձառյուծ։ Այս լուսանկարը Կովկասյան ընձառյուծի, որն արվել է մեզ մոտ երկրի հարավում, ես Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի բարի թույլտվությամբ եւ աջակցությամբ օգտագործել եմ նաեւ գրքում։ Նշելով, որ մենք այսօր Հայաստանի տարածքում իհարկե չունենք կառույցներ, բայց ունենք բազմաթիվ այլ կենթանատեսակներ, որոնք ունեն պահպանության կարիք, իսկ խոշոր կատվազգիներից կոնկրետ ընձառյուծը ավելին, այսօր նա ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Եվրոպայի ամենախոշոր կատվազգին է։ Սակայն ցավոք սրտի գրքի տպավորությունից կարճ ժամանակ անց հենց այս լուսանկարում պատկերված ընձառյուծը ևս տեղեկացա, որ սպանվել է։ Սա էգ ընձառյուծը իր ձագերը ուղղակի չգիտեմ, գողացել են, ինչ նույնիսկ ձագերն են անհետ կորան, նույն անխոհեն վերաբերմունքը կա նաև մեզանում եւ կարծում եմ, որ մարդու, ընդհանրապես մարդու բնությունը պարզապես սպառելու մոտեցումը լավ բանի չի բերում, որովհետև վերջին բոլոր բնական կատակլիզմները դրա հետևանքն են։ Բնությունը բումերանգի էֆեկտ ունի եւ դա վստահ եմ, որ դուք շատ լավ գիտեք։ Եվ ինչպես վերաբերվում ես, այնպես էլ քեզ հակադարձում է։ Տալով սեր, ստանում ես սեր եւ հակառակը։ Ես հուսով եմ, որ Կովկասյան ընձառյուծի, որի խնդիրներով շատ ակտիվ կերպով բնության համաշխարհային հիմնադրամն է զբաղվում, Կովկասյան ընձառյուծի եւ մյուս բոլոր կենթանի խնդիրը մեզանում կլուծվի, որովհետեւ գիտեք, երբ շրջում ես Հայաստանով, նկատում ես, թե ինչպիսի տեղեր կան, որտեղ պարզապես աղբանոցի է վերածվել բնությունը։ Չգիտեմ կգա այն օրը, ես հուսով եմ կգա այն օրը, երբ մարդիկ բնությունանը չեն վերաբերի որպես տարածք, որտեղ ամեն ինչ կարելի անել, այլ տարածք, որ պետք է սիրել պահպանել հաջորդ սերնդի փոխանցելու համար։ Եվ ահա մի լուսանկար, որտեղ առյուծը երախտագիտորեն ուրեմն գգվել է իր խնամողին։ Այսպիսի տարածքներ, այսպիսի պահպանվող տարածքներ հատկապես Աֆրիկայում եւ նաեւ Եվրոպայում շատ են, վերջերս դա տարածում ունի այսպիսի պահպանվող տարածքների կենտրոնների ստեղծումը եւ զարգացումը նաեւ Միացյալ Նահանգներում, թե առյուծները, եթե մյուս կենթանիները շատ երախտապարտ են լինում, եթե զգում են սեր եւ հարգանք իրենց նկատմամբ։ Համացանցում ինքներդ էլ երևի նկատած կլինեք, տեսած կլինեք դրվագներ, թե ինչպես են կենթանիները երախտիկով կամ ճանաչում տարիներ հետո իրենց խնամողին կամ վերադառնում, մի խոսքով ինչպես վերաբերվենք, այնպես էլ բնությունը մեզ կհատացնի։ Ես վերջում նշեմ, որ գիրքը տպագրելուց հետո երկար ուսումնասիրություններ եղան եւ ես ունեմ կայք, հեղինակային կայք, որը ձեզ հասցեմ կտրամադրեմ, որը նշված է նաև գրքում եւ այդ բոլոր հետազոտություններն այդտեղ են տեղադրված, կան բազմաթիվ լուսանկարներ եւ նյութեր, որոնք չկան գրքում, այնպես որ կայքում նույնպես կան շատ հետաքրքիր նյութեր բնության նկատմամբ։ Իմ կայքի ընդգրկումը հենց այդպիսին է, բնապահպանական եւ բնաճանաչողական։ Շատ շնորհակալ եմ ձեզ բոլորին, Ես եթե կան հարցեր, Ուրեմն ասեցիք, որ պրայդում կարող է լինել երկու առու, ինչպիսին են հարաբերությունները այդ առուների միջև եւ արդյոք զուգավորման հնարավորություն ունի երկրորդ ոչ Ստեցինք կենսաբանական հարցեր։ Ես պիտի հենց խնդրեմ, որ նույնիսկ ամենանեղ մասնագիտական կենսաբանական հարցերը տակ, որոնց մեծ սիրով պատրաստ եմ պատասխանելու։ Պրայդի երկու եւ երբեմն նաեւ 3 առուների հարաբերությունների մասին։ Կարճ ասեմ, որ որպես կանոն դրանք լինում են ազգակիցներ, այսինքն կամ եղբայրներ են, կամ հայր որդին, որպես կանոն։ Եվ որպես կանոն նաեւ 2 կամ 3 առուների մեջ միշտ մեկը լինում է դոմինանտ տերում։ Նա է լինում պրայդի առաջատարը։ Բայց անընդհատ երիտասարդ, առավել երիտասարդ առուները նախանձով լցված, խանդով այդ տիտղոսին, ընտանիքը գրավելու տիտղոսին, անընդհատ փորձում են այդ գահը գրավել։ Երբեմն հաջողվում է, եթե դոմինանտ առուն ծերանում է։ Երբեմն չի հաջողվում եւ մինչեւ կյանքի վերջ կոնկրետ առուն պրայդում մնում է երկրորդ տերում։
Բայց ասեմ, որ այս իմաստով, որպեսզի երկրորդական դերակատարում ունեցող արուն այնքան էլ նվաստացված իրեն չզգա, էգերը շատ հետաքրքիր համակարգ ունեն, մեխանիզմ ունեն հարաբերության։ Ուրեմն հիմնական արուի հետ հարաբերվելիս եւ զուգավորվելիս էգերը միշտ սիրո որոշակի այսպես բաժին եւ նաեւ ուշադրության բաժին հատկացնում են նաեւ մյուս արուին։ Այսինքն ստացվում է, որ պրայդում երկրորդական դեր ունեցող արուն այնքան էլ արտեսված չի լինում։ Եթե բախտը բերում է, նա գրավում է պրայդը, եթե չէ, ուրեմն այդպես միջև փորձելություն հակում է սիրուս բառը։ Սովետական հանրագիտարանում միությանը գրած է, որ հանդիսավանային հանդիպումը արու արուձի եւ էգ հնձարուձի հիբրիդներ, բայց նկարները վերջում կան։ Ես ասեմ, որ հիբրիդների վերաբերյալ շատ շնորհակալ եմ նախարարի համար, որովհետեւ դա այսպես սլայդերում արտացոլված չէ, բայց դրան առանձին գլուխ նվիրված է եւ վերնագրված է սերը տեսակ չի հարցնում։ Ոչ միայն արուձների եւ հնձարուձների, այլև այո, արուձների վարդերի, արուձների յագուարների խաչասերումներ, խաչաձրվումներ կան։ Հիմնականում դրանք տեղի են ունենում կենդանաբանական այգիներում։ Կան նաև դոկումենտալ փաստավավերագրական բազմաթիվ նյութեր։ Այդպիսի նյութեր ես էլ ունեմ եւ այստեղ բոլորը աղբյուրներով նշված են։ Ես ուզում եմ հատկապես նշել, որ այստեղ ամեն ինչ ասեցի ես բանավոր խոսքում եւ ինչ կա գրքում, կա աղբյուրագիտական հենք դրան, որպեսզի դուք հնարավորություն ունենաք ուսումնասիրել։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ ձեր նշած խաչասերմով, բնության մեջ այո լինում է դեպքեր շատ հազվադեպ։ Որպես կանոն ընձառյուծների հետ հարաբերություն լինում է արու ընձառյուծ էգ արյուծ, որտեղ արու արյուծի նախասիրությունները ընձառյուծների գրեթե չեն չենտասած սերերից այո, եթե լինի չգիտեմ, բայց վագրերի պարագայում արդեն կա կոնկրետ երկու հիբրիդ, դա լեոններն են եւ տիգլեոններն են, որոնք դա կոնկրետ կենդանի է իր անունով, կա արդեն հիբրիդ, որոնք կոնկրետ խաչասերում են, այսինքն երբեմն նաև նշում են, որ սա կարող է վերածվել ենթատեսակի։ Սա հիմնականում կրկեսների հետևանքն է, ոչ այնքան կենդանաբանական այգիների, որքան կրկեսների, որովհետև եթե կենդանաբանական այգիներում առանձին վարիալով կա արյուծ, վագր եւ մյուս կենդանիները եւ այսպես իրար ներթափանցումը վանդակ գրեթե բացառված է։ Կրկեսներում հաճախ նույն մեկ մեծ վարիալում մի քանի խոշոր կատուներ են տարբեր տեսակի։ Դրա համար այդ խաչասերումները, նաև այդ ձագերի ծնելիություն հիմնականում լինում է կրկեսներից։ Իսկ ինչ վերաբերում է արյուծի եւ այլ հիբրիդների խաչասերմանը, ասեմ, որ երբեմն դա նաև արհեստական կերպով է արվում։ Զուտ հետաքրքրության համար այդ խաչասերումները արվում են հատկապես նաև ես վերջերս Չինաստանում են սկսել այդպիսի ուսումնասիրություն անել, ես հույս ունեմ, որ արյուծների վերջում պանդաների հետ չեն խաչասերի, որտեղ այնտեղ ինչ-որ լայն թափով ինչի հետ ասես փորձ են անում։ Չինաստանիները շատ են արյուծներից Չէ, մեծ հաշվով երկու պոպուլյացիայի երկու տեսակի հատկանիշները իրենց մեջ կրում են եւ այսպես է, եթե արու արյուծ էգ վագր է, ապա հիմնականում դոմինանտային հատկանիշները արյուծային են։ Եթե հակառակն է արու վագր էգ արյուծ, ապա հիմնականում վագրային հատկանիշներ են։ Այդ հիբրիդների, դրանց լուսանկարների եւ նաեւ դրանց հնարավոր զարգացումների մասին բոլոր հաղորդումները կան։ Իսկ բնության մեջ հանդիպող հիբրիդները շատ։ Բնության մեջ ուրեմն կոնկրետ արյուծ, ընձառյուծ, այսպես ֆիքսված փաստ կամ առանձնյակ, որին բնության մեջ գտել են, որը կոնկրետ այս երկու տեսակի խաչասերման հետևանք է, դեռևս չկա, բայց զուգավորման դոկումենտալ փաստ կա։ Ավելին, աֆրիկյան ուրեմն Նգորոնգորո խառնարանից դեպի արևելք կա բարձրավանդակ, որտեղ հանդիպում են պտավոր, բծավոր արյուծներ։ Սա երկար ժամանակ եղել է խորհրդավորություններով, շվարշով պատված մի պատմություն, առանձին գլուխ կա այդ հիբրիդ արյուծների մասին։ Ցավոք սրտի այսօր, մինչև այսօր չկա կենդանի առանձնյակ, կա մորթիներ երկու սպանված ուրեմն այդպիսի կենդանու նախորդ տարում։ Կենդանի չկա, կա հետք, հետքի լուսանկարի աղբյուր կա, հնարավոր է, որ կա, բայց այնպիսի թփուտներում է այնպես քողարկված, որ չի երևում։ Ամեն դեպքում կա կարծիք, որ դա էլ հնարավոր է արյուծի եւ ընձառյուծի ինչ-որ խաչասերման հետևանք է։ Ուղղակի գիտեք, այդ խաչասերումները իսկապես բացառիկ են, եզակի դեպքեր են, եթե նույնիսկ լինում են բնության մեջ։ Ինչու՞։ Որովհետև թե անատոմոֆիզիոլոգիական եւ թե զբաղեցրած արեալի տեսանկյունից
Առյուծը մյուս աֆրիկյան բնաշխարհի մյուս կատվազգիների հետ որպես այդպեսին զուգավորվելու կամ շատ հաճախ հարաբերվելու խնդիր չունի։ Առյուծը բաց տարածությունների է, առյուծը հիմնականում անտառների ու անտառաթթուների կենդանի է, արեալը ուրիշ է, այսինքն աշխարհագրական զբաղեցրած արեալը նույնպես թույլ չի տալիս, որպեսզի այս կենդանիները այնքան հաճախ շոֆեն, որ այդ խաչասերումները եւ այդ զուգակցությունները լինեն առավել հաճախակի։ Եթե ես կարողացա այդ հարցերը դուք ասեք, որ երիտասարդ առյուծներ իրենք են հեռանում պրայդից, թե հայրերն են վտարում։ Ոչ թե միայն հայրերն են վտարում, այլև այդ երևույթը այսպես համատարած բնույթ է գրում, որտեղ տանը ով չի ձանձրանում վտարում, այսպես ասում։ Ուրեմն խնդիրը հետևյալն է։ Մինչև սեռահասունության տարիքը ձագերի նկատմամբ, ինչպես նշեցի, հոգ են տանում պրայդում բոլորը։ Երբ հասնում է այն տարիք, որ ձագերը պետք է ինքնուրույնանան եւ գնան առանձին եւ առանձին կյանք վարեն, նրանց նկատմամբ այդ հստակ վերաբերմունքը անգամ նկատելի է էգերի կողմից։ Գիտեք ինչու, որովհետեւ անընդհատ գոյության պայքարի այդ անընդհատ գոյությունը պահպանելու խնդիրը այնքան օրասական է, որ արդեն եթե դու ունակ ես կարող ես սեփական որսը կազմակերպելու, ոչ մեկ այլևս չի ցանկանում քո փոխարեն որս անել եւ քեզ վերագրել։ Առյուծների կոնկրետ երիտասարդ առանձնակների հեռանալը չի նշանակում, որ այսպես ճամփորդներով հեռացան մայրցամաքներ են լքում, չէ, որպես կանոն կամ պրայդից բարեցրած տարածքին կից այսպես մերձակա շրջանում են լինում, կամ ասենք իրենց սեփական պրայդն են կազմում։ Եվ սկզբում փոքր է, մեկ ընտանիքի մակարդակով է, ասենք առում զուգավորվում է ինչ-որ մեկի հետ եւ նրանք իրենց ընտանիքն են կազմում, եւ կամ հակառակը կոնկրետ այդ թափառող արուին վերցնում եւ իր մոտ պահում է մեկ այլ պրայդ, կամ ինքը գրավում է այդ պրայդի հին արուի, ծեր արուի տեղը։ Ես հատկապես ուզում եմ նշել, որ վրընդվում են արուները, այս շատ հետաքրքիր է, գիտեք, այդ արուները պրայդում ոչ միայն սեռահասուն են դառնում եւ սերունդ են տալիս, այլև այնտեղ ծերանում են, այնտեղ են նոանում։ Էգերի մոտ այդ տեղը, բնակելի, այսպես ասեմ, գրանցման խնդիր իրենք չունեն եւ իրենք գրանցված են նույն պրայդում եւ հենց այդտեղ էլ անցկացնում են իրենց ամբողջ կյանքը։ Եվ դա է նաեւ դրա շնորհիվ է նաեւ, որ նրանք շատ լավ թրծում են այդ ունակությունները երիտասարդ սերունդը դաստիարակելու, մեծացնելու այդ հոգսերը տալելու առումով։ Արուների մոտ ոչ, իրենք պետք է գնան եւ կազմեն իրենց սեփական ընտանիք։ Իսկ այդ երիտասարդ առուների հորդում կարող է Այո, ոչ միանգամից։ Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե շատ է խռովել տան զավակը իր նկատմամբ խտրական հանրարդար վերաբերմունքից, ապա ավելի զորեղանալով եւ իր ուժերի վրա ավելի վստահ լինելով, այո, նա վերադառնում է հենց այն պրայդը, որտեղից իրեն վրընդել են եւ երբեմն լինում են բախումներ անմիջապես հենց իր հոր հետ։ Այսինքն զավակը վերադառնում է եւ չէ, ոչ թե դեմքով է ճանաչում, նա բացապես ֆիզիոլոգիապես է դիտի, որ իր հայր։ Այսինքն կոնկրետ վերադառնում է այնտեղ, որտեղից որ սերել եւ դուրս է եկել եւ փորձում է գրավել պրայդը։ Ֆիզիոլոգիապես չի անցկանում, որ իսկ քույրերից հետո երեխա ունեն։ Եթե այդպես լիներ բնության մեջ եւ եթե այդպես լիներ բնության մեջ, ապա դա իսկապես կլիներ լրի մարդկային հարաբերություններ եւ խնամիական հարաբերություններ պետք է լինեն, որ մի պրայդը խնամիախոս գնար աղջիկ։ Իհարկե այդպես չէ, բայց իհարկե նաեւ ուզում եմ նշել, որ եթե զավակը վերադառնում է հենց այդ պրայդի ու այնտեղ է ցանկանում այսպես գահը գրավել եւ պրայդը վերցնել, նա վերադառնում է երբեմն մենակ եւ երբեմն ոչ միայնակ, ընկերանալով էլի թափառող առյուծների հետ, որովհետեւ միայնակ ուժերով համաձայնել դժվար է, շատ ուժերի ծաղկման շրջանում գտնվող զորեղ առյուծին գահանկեց անել։ Իսկ եթե ուժերը միավորում են, դա ստացվում է։ Ուրեմն ասեք, որ ասենք երիտասարդ առյուծը կարող է ինչ-որ ծերավիճին պաշտոնից գանգեցանի, ոնց որ ու պրայդի տերը ոնց որ ինքը դառնա առաջնորդը, իսկ էգերը հեշտ են ընդունում նորից։ Ուրեմն շատ հետաքրքիր հարց բացացրեցիք, ինչու եմ շատ շնորհակալ եմ, ինչու, որտեղ այդ հարցի շնորհիվ ես հիմա կարող եմ մի հետաքրքիր էլեմենտ, մի հետաքրքիր տարր նշել առյուծների միջանձնային, այսպես ասեմ, հարաբերություններում։ Ամեն բան կախված է զուտ սովորական համակրանքից, ասեմ ինչու։ Կան առուներ, որոնք վերադառնում են կամ ներխուժում են պրայդ,
եւ միանգամից գրավում են տեղի էգերի ուշադրությունը։ Եվ կա հակառակը, երկար ժամանակ այդ արմին արամարական վերաբերմունք կա։ Հավանաբար դա կապված է նրանից, թե որքան վայելչագեղ կամ որքան զորեղ կամ որքան գրավիչ է դրա վառելիքը։ Եվ իդեպ խոսքը վերաբերում է նաև էգերին, ասեմ ինչու։ Կան էգեր, որոնք գնում են նոր Pride, ուղղակի բռնվել են իրենց Pride-ից, ասենք մորաքույրներն ու տատիկները իրենք չոբան չեն կիսել, երևի ինչ-որ արտուզարդ, եւ իրենք գնում են այլ Pride։ Հետաքրքիրն այն է, որ կոնկրետ Pride-երում վերաբերմունքը տարբեր է, կա Pride, որը մեծ սիրով ընդունում է նոր առանձնյակին, եւ կա Pride, որտեղ երկար ժամանակ արամարական, շատ իրարից հեռավորության վրա հարաբերություն է, այնքան արամարական, որ ընդհանուր ճաշասեղանից, որսից հետո համարյա բաժին չի հասնում տան նոր անդամին։ Շատ հետաքրքիր է իրենց հարաբերությունը, եւ այդ հարաբերությունը իսկապես երբեմն ուսումնասիրելու պարագայում մենք շատ բան ունենք հենց իրենցից սովորելու։ Իրենք հաճախ հարաբերությունների պահպանման հետևողականության մեջ շատ ավելի հաստատուն են, քան մենք։ Հետաքրքիր է։ Առուսների շփումը որտեղ։ Իմ շփումը առուսների հետ վայրի բնաշխարհում որպես այդպեսին չի եղել, ես հուսով եմ, որ դա անպայման լինելու է։ Ես վստահ եմ, որ դրա լինելուց հետո մեկ նոր գիրք հաստատ պատրաստ է լինելու, արդեն նոր տպավորությունների։ Կոնկրետ այս գիրքը երկարամյալ ուսումնասիրությունների հետևանք է, բայց հատկանշական մի բան նշեմ, որ ուսումնասիրությունները երբեմն հասել են թփուտի արահետի մակարդակով կամ չվերթի երթուղու այնքան մանրամասն, որ ինձ օրինակ եկել են նամակներ ողջունելով, որ ինչ լավ է, որ լինելով այստեղ եւ ուսումնասիրելով, այսինքն ես փորձել եմ այնքան բարեխղճորեն եւ ազնիվ լինել իմ աշխատանքի մեջ, որ հաստատ վստահ լինեմ այն ինչ պիտի գրեմ, հաստատ իմանամ, որ չգիտեմ, Նայրոբի հասնում են հենց այս երթուղով եւ ոչ թե ինչ-որ բան ինձնից մոռանեմ, հորինեմ։ Կարծում եմ, որ միայն այդ դեպքում է հնարավոր հանգիստ խղճով եւ ազնիվ մինուտ ներկայացնել եւ դարձողի նկատմամբ լինել ազնիվ։ Ես մեկ հարց ունեմ, որպես հարցի շարունակություն, ուղղակի տեսել եմ նկարը գրքում ունես, եւ ինչքան տեղյակ եմ կենտրոնաբանական այգում եւ փաստորեն ունեցել ես ավելի մոտիկ փոխհարաբերություն, այսինքն մոտիկից ես տեսել եւ հարաբերվել առյուծների հետ եւ ինչ զգացողություններ, ես մեծ սիրով ազդեցություն թողեցի։ Մեծ սիրով պատասխանեմ այդ ազդեցությունը եւ այդ բոլոր տպավորությունները նաեւ այստեղ է արտացոլված, ինչու որտեղ ես վերադարձել եմ տուն եւ միանգամից փոփոխություն եմ կատարել գրքի այդ հատվածում։ Ուրեմն դա իհարկե տեղի ունեցավ կենտրոնաբանական այգու նախկին տնօրինության բարձր հովանու եւ թույլտվության ներքո հատուկ ֆոտոսեսիա էր կազմակերպվել, լուսանկարներ եկան գրքում, բացառիկ այսպես թույլտվությամբ, որովհետեւ դուրս հանվեց բավական մեծ տարիքի գորյուն, որը մեկ ամիս հետո արդեն պիտի գիշատիչ դառնար, կար այսպես կարծիք, որ ես կարող եմ վարանեմ, հետո վերջում արդեն իմ գրքից ցած չեմ իջնում, երևի զգաց ինչքան եմ սիրում։ Ես շատ ուրախ եմ, որ այդ լուսանկարչական այդ բանը եղավ, այդ կազմակերպվեց, որովհետև գրել գիրք առյուծների մասին, բայց չհարաբերվել, չշփվել, չշոշափել այդ կենտրոնում, չճանաչել նրան մոտիկից, իհարկե դա կարծում եմ լիարժեք չէր լինի։ Իսկ ինչ կոնկրետ ինչ վերաբերում է առյուծների, ասենք, ինչ տպավորություն ունեցա, գիտեք, ես չգիտեմ ձեզանից ոմանք այն առիթ ունեցել սիրելու կոնկրետ ձակ, երևի եղել է առիթ, կա նաև կենտրոնաբանական կարծիքի վճարովի բան է լինում, լուսանկարում են շատ փոքր ձակի է։ Գիտեք, հետաքրքիր է, հատկապես եթե խոշոր գորյուն է, տպավորությունը այնպիսի է, որ այո, գրկել ես շատ ազատ մի կենտրոնում։ Ես ցավում եմ, որ կենտրոնական այգիներում կենտրոնները պահվում են վանդակներում, շատ նեղ վանդակներում, եւ հուսով եմ, որ այս զարգացումները ոնց որ տևերում են նրան, որ ազատավանդակներ կլինեն, մեզանում այդ մշակույթը կձևավորվի, կզարգանա, որովհետեւ հավատացեք, կիլոմետրերի տարածք ընդգրկող արեալ ունեցող կենտրոնու համար մի քանի քառակուսի մետր տարածքում բնակվելը դա ուղղակի ոչ թե ստորացուցիչ է, այլև այդ կենտրոնին անընդհատ է ստրեսային վիճակում։ Այսինքն ինքը նայում է վանդակաճառերից այն կողմ եւ իր համար հորիզոնը տեսանելի է շատ հեռու։ Ես հուսով եմ, որ ընդհանրապես մեծ առումով կենտրոնները
կենտրոնական այգիներում կապրեն այնքան հարմարավետ, ինչպես իրենց բնական կենսամիջավայրում է, բայց պատասեք ոչ մի բան չի փոխարինում կենսամիջավայրին, իրենց այն տարածքին, այն արեալին, որտեղ նրանք ապրում են, որտեղ միայն այդտեղ է կենդանի լիարժեք, երջանիկ եւ խաղաղ։ Ես շատ շնորհակալ եմ հարցերի համար, ինչքան հարց կարող եք տվել, որտեղ ինձ էլ է լավ հարթակ մասնագիտական լսարանի հետ հարաբերվելու։ Լավ, որ ինձ զարմացրեց այդ նկարը, որ արուսները հարցակում են փղի վրա, նման բանի նման։ Ձագերի վրա, ձագերի վրա լինում է։ Բայց, այո, հենց դա է ուզում շարունակել, լինում է նաև խոշոր փղերի, հիմնականում եթե դուք գիտեք, որ փղերի հոտը մատրիարխատ է, այնտեղ էգն է առաջնորդ եւ հոտից դուրս մնացած կամ հետորգած փղերը հիմնականում կամ ծեր են կամ հիվան։ Փղի նկատմամբ որսի դրվագներ, նույնիսկ վավերագրական նյութեր նկարահանված կան, գիշերով են այդ նկարահանումներն արել, ասենք, միջին տարիքի փղերի, խոշոր, բայց միջին տարիքի, ոչ շատ հասան, որտեղ 5 տոննանոց կենդանուն ամբողջ պրայդով դժվար է տապանել։ Լինում են, բայց հազվադեպ։ Հիմնականում ձագերի նկատմամբ է որսը, դա էլ եթե չորային սեզոնի ժամանակ է, որովհետև միայն այդ ժամանակ է սնունդը այնքան պակաս է, որ արուսները սկսում են ինչ շարժվում է դիտել որպես ճաշացանկի պոտենցիալ ներկայացում։ Ասեմ ավելի, եթե սնունդը ընդհանրապես չի լինում, այս 200-250 կիլոգրամով կենդանին մորեխ է ուտում։ Այսպես միրգել է ուտում։ Այսպես որ ամենակեր է ստիպված դառնում, մինչև որ գոյությունը պահպանվել։ Իսկ արյուծի միս օգտագործվում է մարդու կողմից։ Աֆրիկյան ցեղախմբեր կան, որոնք նշված են այստեղ, որոնք ուտում են կոնկրետ արյուծի մարմնի կոնկրետ մասեր, հատկապես սիրտը։ Եվ դա իրենց մոտ կրում է կոնկրետ ռիտուալ բնույթ եւ պայմանավորված է դա նրանով, որ խոսքս վերաբերում է հատկապես մասսայի ցեղախմբի ներկայացուցիչներին, նրանք սպանում են արու արյուծին, երբ իրենց որդին սեռահասուն է դառնում, եւ նա պիտի գնա եւ արյուծի որս անի։ Երբ որս է անում, սպանում եւ արյուծի սիրտ է վերում, որը այսպես հատուկ ծիսական բանով ուտում են, խորհրդանշում է իր տղամարդ դառնալը։ Ես իհարկե անպայման ուզում նշեմ, որ սա երբեք չի ազդել արյուծների պոպուլյացիայի վրա, որովհետև այն սպանդը, որ տեղի ունենում որսագողության հետևանքով, իհարկե այդ մասսայի ցեղի ռիտուալ սպանությունները դրանք շատ քանակ են։ Բայց կա մասսայական սնվել արյուծների մսով չեն սնվում, որտեղ այդքան ուտելի չի, փղի մսով շատ ավելի կա հատուկ վերաբերմունք եւ հատուկ սպանություն է, մոտ 1 ամիս փղի միսը ուտում է ամբողջ գյուղը։ Արուսների նկատմամբ այդքան չէ, հիմնականում սպանություն է տեղի ունենում, որովհետև երբ արուսները, հատկապես ծեր արուսները, չունեն սնվելու հնարավորություն եւ գյուղի մոտ են բնակվում, ներթափանցում են կամ ասենք խոշոր երջանիկ ընտանիքի վնասում են սպանում եւ արուսին ուղղակի սպանում են։ Հաճախ նաեւ պարզապես մաշկում են եւ մորթին որպես ստրաֆի, որպես ավար ներկայացվում են կամ իրենց գյուղի առաջնորդի մոտ կամ Նաև ուզում եմ ասել, որ Աֆրիկայի որոշ ցեղախմբեր էլ այդ կոմերցիոն բանը մտել իրենց մոտ, որտեղ շատ հաճախ, եթե առաջ 1 արյուծի էին սպանում ուղղակի պաշտպանվելու համար, հիմա միանգամից 5 արյուծ են սպանում, պաշտպանվելու անունի տակ եւ մորթին են վաճառում մնացած բաները։ Արդեն դրանով զբաղվող ես մի հարց ունեմ, ճիշտ ասած նկատեցի, որ ճանապարհային պատահարների արդյունքում մահացած կենդանիների մասին խոսք գնաց, ման կենդանիների համար, փոքր կենդանիների համար օգտագործվում են հատուկ անցուղիներ, հետազոտություն են իրականացնում, տեսնում են որտեղով է հիմնականում անցնում եւ այդպիսով հարցը ինչ-որ չափով մեղում է։ Դրանց դեպքում կան ինչ-որ տարբերակներ կամ կան ինչ-որ մոտեցումներ, որ նվազեցնեն ճանապարհը։ Իհարկե կան, այսպես ասեմ, ամեն երկիր ունի իր սեփական քաղաքականությունը զինվորական պահպանության խնդիրներով։ Կան երկրներ, որտեղ դա ավելի գիտակցված մակարդակի վրա է, շատ ավելի այդ մշակույթը զարգացած է եւ ընդհանուր միջև առանձին առայտների գծագրում կա եւ նաեւ զբոսաշրջանային մեքենաների տրանսպորտացիայի հետ խնդիրներ շրջանցելու համար այն տարածքը, որտեղով որ կենդանիները անցնում են։ Այդ լուսանկարում խնդիրներ վեր անելու մարդ բնություն բախվում է, որովհետեւ ցավոք սրտի որքան կան այդքան գիտակցված վերաբերմունքով երկրներ եւ կենտրոններ,
երևի երկու այդքան էլ դեռևս շարունակում են մնալ այնպիսի, որոնք որ իրենց զուտշարի համար ոչ միայն անտառահատումներ են անում եւ պոպուլյացիան վերանում է, այլև ճանապարհել են գցում արգելանոցի միջով, ինչ ասես կատարում են, այո, լոջեր, հյուրանոցային ինչպես համալիրներ են ստեղծում անմիջապես հենց արգելանոցների մեջ, ազգային պարկերը վերածել են կրկեսային իրավիճակի, երբ չես հասկանում դա ազգային պարկ է, այսպես ասեմ, հիմնականում աֆրիկյան այն երկրներում, որտեղ նոր է սկսվում այդ բնության, այդ nature conservation, այդ մշակույթի զարգացումը, որտեղ որ արդեն դա ունի ավանդույթի բնույթ, այնտեղ շատ ավելի խոր է վերաբերվում։ Երկու հարցեր ունեմ հորից, որտեղ չի ասում։ Մենակեցարիցներ կան թե չէ, արդյոք մենակեցարիցներ, մեկ էլ տես կինո անգամ կար, մարդիկ առիթների մասին է, արդյոք կան առիթներ, որոնք սպանում են սպանելու համար և ոչ թե կեր հետևելու համար և շատ են արդյոք այնպիսի Շատ շնորհակալ հարցերի համար, գիտեք, հետաքրքիրն է, որ այս հարցերի շնորհիվ արծարծվում են նյութեր, որոնք որ ես սկզբի խոսքում իհարկե չնշեցի։ Այո, կան մենակյաց առյուծներ, դրանք կոչվում են թափառող առյուծներ, նրանց մասին կա բավական մանրամասն գրքում։ Այս առյուծները որպես կանոն չեն գտնում պրայդ, որտեղ իրենք պիտի ապրեն, կամ չեն կարողանում կազմել իրենց սեփական պրայդը։ Թափառող առյուծները պատուհաս են ընտանիք ունեցող առյուծների եւ ընդհանրապես շրջակա կենդանիների համար, որովհետեւ բավական ագրեսիվ կենսակերպ են վարում։ Իրենք արումներն են հիմնականում թե արումներ։ Ագրեսիվ են նրա համար, որ չունեն սովորական մշտական պերմանենտ կացության թվայր, արյալ որտեղ իրենք ագրեսիվ են, որովհետև նորմալ առողջ տղամարդ են, իսկ կողքին եք չկա։ Եվ ագրեսիվ են, որովհետև թափառող առյուծների նկատմամբ վերաբերմունքը պրայդերի մոտ շատ արամարական է և նրանք նաև ունեն սնմախից։ Մենակյաց առյուծների պարագայում, որպես կանոն, մենակյաց առյուծը դատապարտված է մահվան։ Առյուծը ինքը խմբային կենդանի է և միայնակ առյուծը դա գրեթե հավասարազոր է իր մահկանացուն տնքելը։ Երկար ժամանակ ապրել միայնակ հնարավոր չէ, առավել ևս բաց տարածությունում։ Կարելի է մուկ և մողես որսալ, բայց դրանով հնարավոր չէ գոյություն պահպանել։ Իսկ կոնկրետ երկրորդ հարցի մասով ես խնդրեի Մարտակեր առյուծների վերաբերյալ առանձին այստեղ գրուպ կա, դուք երևի տեսել եք ուրվականը և խավար այդ հայտնի ֆիլմը երկու արյու առյուծների, ես նշեցի Ցավո արգելոցը, հենց այդ Ցավոյի առյուծներն են։ Այո առյուծները շատ հազվադեպ, բայց սպանում են սպանելու համար։ Որպես կանոն, դրանք այսպես խմբավոր են։ Առյուծներ են, որի տարած արյալ ներխուժել է ինքը մարդը, դա մեկ, և դա հիմնականն է։ Երկրորդ ծեր և սեփական որսը անել չկարողացող առյուծներն են, որոնք անում են, թվում է թվացյալ որս բնազդաբար, բայց ուղղակի սպանում են։ Եվ հենց սնվելու նպատակով, որովհետև կա սպանություններ մարդկանց և նաև կենդանի կենդանիների, որովհետև առյուծը ծերը և վայրի բնության մեջ այլևս նախկին ուժով որս անել չի կարողանում։ Բայց ուզում եմ ապարան նշել, որ որպես կանոն, իսկ վերջին վիճակագրությամբ հստակ, այստեղ բոլոր վերջին տվյալներն են, ուրեմն որպես կանոն առյուծները մարդ սպանում են մարդու պատճառով։ Աֆրիկյան բազմաթիվ երկրներում կան քաղաքացիական բախումներ և փախստականների խնդիր կա բնակչության տեղաշարժի մշտական խնդիր։ Եվ շատ հաճախ, ինչպես նաև նշված է գրքում կոնկրետ տարածքներում, մարդիկ տեղաշարժվում են, սահման են անցնում, նույնիսկ գիշերով թափում ներթափանցում են մեկ այլ երկիր, նույնիսկ չգիտենալով, որ օրինակ հայտնվել են արգելոցի տարածքում, կամ հայտնվել են արդեն առյուծների վճռ արյալում։ Լինում է, որ իր համար այսպես հավեսով հեծանիվ վարելով որևէ գյուղաբնակ, մեկ էլ ու հայտնվում է պրայդի մեջտեղում։ Ցանկացած նորմալ առյուծ դեպքում պահում է իրեն ադեկվատ։ Այսինքն կարծում եմ, որ եթե մենք իրենց բնական անդորը չենք խաթարում, որտեղ հավատացնում եմ ձեզ, առյուծները այնպիսի կենդանիներ են, որ քեզ համար եթե խաղաղ նստած լինես և ոչ մեկին չվնասես, ոչ մի առյուծ, սա Բրազիլիայի Կասկավելա օձը չի, որ քեզ հետապնդի այնքան մինչև չկծի և ուրինը չդադարքի։ Առյուծները երբեք չեն ընկնում քո հետևից և չեն հատուկ բանանում, բայց իհարկե բախումներ լինում են։
Մարդակեր առույցներ արտահայտությունը, որը տարածված է եւ նաեւ ֆիլմեր կա դրա վերաբերյալ այո, որ նրանք հատուկ սպանում են, հատուկ մարդ են ուտում, ասեմ ձեզ, մարդու միսը առույցների համար, եթե շատ իրերը եւ բառերը հստակ ասեմ իրենց անուններով, ոսկոր միայն ոսկորներից կազմված մեր այս պարկը իրենց համար ցանկալի ավար չի եւ հաստատ իրենք միշտ նախընտրում են ընդհանուր փափլիկ թմբլիկ զեբրերին կամ մեզ։ Ուղղակի մարդուն որսալը ավելի հեշտ է եւ որսել անում են ասում են հիմնականում ծեր առույցները։ Եվ բնական է, եթե մարդուն որսալը հեշտ է, նրան հետապնդելու խնդիր չկա, այդ մարդը տեղում վարույցի տեսքից արդեն լեռաճակ է լինելու մնաց որ վազի, բնական է որ այդպիսի ավար ուտել թեկուզ ուղղակի այսպես դեսերտ օրինակ, իրենց ավելի հեշտ է, բայց միևնույն է կրկնում եմ, որ դա շատ հազվադեպ է լինում, ավելի հազվադեպ, քան դրա վերաբերյալ կա այդ միֆը։ Ավելին ասեմ, վերջին վիճակագրական տվյալ եմ ասում, կոնկրետ Աֆրիկա մայրցամաքում ավելի շատ մարդ մահանում է գետաձիերի հարձակումից, ինչը թվում է զվարճալի, չէ՞, քան առույցների, իսկ ինչի, որովհետև գետաձիերը գետերում են, իսկ այդ գետերում են իրենց երկար նեղ, այսպես նավակներով մարդիկ անցնում են եւ գետաձիերը ասես բավական ագրեսիվ են, նույնիսկ առույցները երբեմն բազմապես հանգիստ հեռանում են առանց կոնֆլիկտի, իսկ գետաձիերը հատուկ իրենց տարածք են գծում։ Կանիբալիզմի դեպքեր հանդիպում են առույցներում։ Չենք խոսում այդ ձագերի սպանության մասին, խոսում ենք կոնկրետ կանիբալիզմ։ Որ ուտեն։ Այո, հանդիպում են, կա նշված գրքում եւ կա հաստավավերական նյութ, բայց ավելի հաճախ ավելի շատ լինում է սպանության, քան կանիբալիզմի։ Այսինքն առյուծը առյուծ կամ առյուծը այլ կատվազգի։ Եթե կանիբալիզմի մասին խոսում, հենց իր ցերացի։ Առյուծը առյուծ ուտում է միայն չափազանց քաղցած լինելու պարագայում, այն էլ չորային սեզոնին եւ սննդի խնդիրը օրասական է։ Բայց որպես կանոն դա չի արվում երկու հասուն առուների միջև կամ հասուն առանձնյակների միջև։ Հիմնականում սպանում են երիտասարդ ծերնի կամ մոջների ձագի։ Դուք տեղեկություններ ունեք այժմ Հայաստանում առույցների մասին, որտեղ շեշտվեցին մարզերում են փոքր կենտրոնական այգիների իրենց առանցնեն։ Հայաստանում նկատի ունեք անազատ պայմանների առույցների մասին։ Ես խորը ցավում եմ հետևում այն ամենին, ինչ կատարվում է, ես վստահ եմ, որ դուք նույնպես, որովհետև այո, երբեմն սիրողական, երբեմն նույնիսկ սիրողական էլ չի։ Չգիտակցված, չիրազեկ, այսպես լինելով, վայրի խոշոր կատազգի են պահում, վերջում այդ կենտրոնին դառնում է ինչ-որ անընդհանուր հիվանդ տկար մի շատ տխուր տեսարանի ենք արժանում։ Կարծում եմ, որ այդ մշակույթը մեզանում դեռ պիտի ձևավորվի պատասխանատվության զգացումը, սակայն եթե ուշադիր լինեք, կենտրոնի նկատմամբ պատասխանատվության զգացման պակաս մեզանում կա սեփական ընտանիք կենտրոնիների նկատմամբ։ Ելույթ մնաց թե վայրի կենտրոնում դորին ձեռք են բերում եւ պահում են շատ վատ պայմաններում։ Այսինքն մենք ունենք այդ խնդիրը, որը որոշ ազգերում այդքան չի, կամ հակառակը շատ լավ են վերաբերվում ընտանիք կենտրոնին։ Ելույթ այդ խնդիրը մոտավորություն կա չեմ կարող ասել, որովհետեւ մոտավոր այդպիսի վիճակագրություն չկա, չի ֆիքսվել դա։ Եթե պաշտոնապես դա ֆիքսվի, թե որ կենտրոնից կամ որ այգուց քանի ձակ է վաճառվում ում, դուք գիտեք, որ դա նաև անհատների մակարդակով է արվում, ինչ-որ սիրողական մակարդակով, մարդիկ ովքեր ունեն կարողություն դա անելու, իրենց թվում են տաղի անելու։ Դա այս հստակ գրանցված բան ես չեմ տիրապետում, եթե այդպիսի բան կա, դա երևի չվերաշրջվի։ Կենտրոնաբանական այգուց հետո այդպիսի վիճակագրություն ես չեմ տիրապետում, ես չեմ կարծում, թե իրենք էլ ամեն վաճառքը այդպես չգիտեմ, ես դրանում տևես։ Մյուս հարցը մի քիչ բանավոր հարցն է ինչ Ռաստիսա դրանք ճանապարհորդել
Ընդհանրապես մի վնասեք, ինչպես որ մի վնասեք, եթե այստեղ տեսնում եք օձ կամ ցանկացած այլ կենդանի, որտեղ ցանկացած վայրի կենդանի հաստատ առաջինը չի արձակվի, եթե ձեզանից ետան չի։ Եկեք հերթով, Հարութին տակ հնարավորություն մի րոպե։ Հա, Աֆրիկայում դեպքեր են տեղի ունեցել, երբ որ արգուսները ընկել են էպիլեպտիկ պրիստուպի մեջ եւ իրենց սապրատները սպանել են իրենց։ Հիմա քանի որ ձեր ինֆորմացիան ամենավերջինն արդեն տեղյակ են, թե ինչի մասին, ինչի պատճառով է տեղի ունենում այդ պրիստուպները։ Կոնկրետ մի քանի հիվանդություն կա, որոնք տարբեր տասնամյակներում կոնկրետ հարուսների համար եղել են պատողաս։ Մի քանի կոնկրետ հիվանդություններ կան, որոնք ազդում են նրանց նյարդային համակարգի վրա։ Բերում տենդի, երբեմն դրանք իրենց մեջ էպիդեմիկ բնույթ են կրում եւ միանգամից վարակվում է ամբողջ խումբը, պրայդը կամ ամբողջ պոպուլյացիան։ Գրանցված կան նաեւ դեպքեր, երբ դրա հետևանքով մի ամբողջ պոպուլյացիա ծածկել է, վերացել է։ Այդ ուրեմն կոնկրետ կա հիվանդությունների անունները, այդ հիվանդությունները որպես կանոն առյուծներին փոխանցվում են վայրի շներից, որպես կանոն բորենանման շներից, շունչ են իրենք նույն բորենիները, նաև իրենցից և թափառող վայրի շներից ու շնագայլերից։ Դա վարակիչ հիվանդությունների մի ամբողջ խումբ է, որը ուղղակի կազմալուծում է առյուծին ամբողջությամբ, լուծում և սպանում։ Այո, կան գրանցված դեպքեր, երբ կոնկրետ հոտում սատկացրել են հիվանդին, դա արվում է հիգիենիկ տեսանկյունից հոտը պաշտպանելու նպատակով։ Հնարավորինս քիչ առանձնյակներ վարակից զերծ պահելու, կանխարգելելու, վարակի տարածումը կանխարգելելու։ Ասում էին, որ պրիստուպի մեջ էին ընկնում, այդ ընթացքում, երբ որ թփրտում էին գետնին, վախից թե ինչից սպանում էին։ Մի բան էլ ավելացնեմ, որ հաճախ հարուսների նյարդա հոգեկան համակարգի վրա շատ խորը դեպրեսիվ ազդեցություն է ունենում այն անտիդեպրեսանտներ, այն հնաբեր նյութերը նաև, որոնք ներարկվում են հետազոտությունների ժամանակ, որտեղ յուրաքանչյուր առանձնյակ ունի իր անատոմիա-ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, եւ բոլոր առանձնյակները չեն, որ քնաբերի այդպես դոզա ընդունելուց հետո նորմալ վերականգնական այդ փուլը անցնում են եւ անցնում է դա իրենց մոտ։ Երբեմն այո, առուսները լինում են տենդային ինչ-որ բաների մեջ, նաև լինում է, որ դա պարզապես վնասվածքի հետևանք է լինում, առուսները կոնկրետ վնասվում են նյարդային որևէ հանգույց եւ այդ հիվանդությունը խորանում է։ Դուք ասացիք, որ սպանված զարկեր հարուսները ուտում են միայն խիստ անհրաժեշտ, ծայրահեղ պայմաններում, իսկ առհասարակ եթե ուշ պայմաններ են եւ սնունդ հայթաթելու կարիք չկա, ինչ են անում սպանված զարկերը։ Ուղղակի սպանում են։ Ուղղակի սպանում են, բայց հետո ինչ է։ Ոչ մի բան, ուղղակի սպանում են։ Կան գրանցված դեպքեր, երբ պրայդի որևէ առանձնյակ, այդ այն ասում, կա կոնկրետ այսպես նյութ, որ պրայդի որևէ առանձնյակ, հիմնականում դա ծեր էքերն են, հիգիենիայի պահպանման, վարակիչ տարածման նպատակով հողով ծածկում կամ դին ուղղակի հեռացնում են։ Կա, որ ոչ մի հեռացնելու տեղ առանձնապես չկա, որտեղ բաց տարածություն է, ոչ թփուտ կա, ոչ քարաժայր կա եւ ոչ մի բան չի անում, բայց կան բնական սանիտարներ, որոնք հոգում են այդ խնդիրը եւ դրա առաջին դերում բորենիներն են, որոնք միշտ պատրաստ են սպասելու այն հարմար պահին, երբ կա կորյունի կամ սատկազդի, որը կարելի է թռցնել պրայդի կողքից, կամ նույնիսկ կենդանի կորյուն, որին կարելի է շատ արագ տալ։ Այսինքն բնությունը հոգում է այդ խնդիրը եւ էպիդեմիաների վարակների լայն չտարածումը նաեւ պայմանավորված է դրանով, որ բնական սանիտարները ես նշեցի բորենիներին, բայց նաև մեծ դերակատարում ունեն այդտեղ սպիտակագույն անգղները եւ գիշանգղները աֆրիկյան, որոնք որ վերևից այսպես անհատ մոնիտորինգ են անում տարածքը եւ մաքրում։ Այլ հարցեր։ Երի վերջինը։ Չէ, ոքի հետաքրքիր է, կապի եմ պահում։ Բանը, առիթներն են կապուների նման բնական կարիքները հոգալուց հետո ծածկում հողով։ Շատ կարևորացա։ Ոչ այնքան խնամքով ու
ցուցադրությամբ իհարկե որքան կատուները։ Ես ուզում եմ նշել, որ արհեստները շատ տարածքը շատ այսպես տարածքին հետևող տարածքի սահմանները սրբորեն պահպանող կատուներ։ Այսինքն չէ, իրանք զուգահեռ մեկ տեղ չունեն, մի թշուներ ունեն, հատուկ արտազատուկ ունեն եւ նաեւ մեզի միջոցով թշուներ են կատարում։ Կատուն տան մեջ այդպիսի նշումներից դժվար անի, բայց իհարկե կատունները նույնպես, եթե ուշադրություն դարձնեք, կատուն բնակարանում դա իր տարածքն է եւ նա եթե մեզով չի նշում, չի նշանակում, որ նա դա չի դիտում որպես իր աղեղը։ Այնպես որ բոլոր կատունների մեջ խոշոր թե փոքր այդ դատվային հատկությունը սեփականատիրական բողումը դա չի մարում, դա բնավորություն չի։ Weekend investing has իրականություն պրոյեկտ ունի իր որոշակի սովորույթներ, չնայած վարքագծի կանոնները երևի ինչն է սովորույթ ասում։ Ուզում եմ իմանալ ինչ-որ, ասենք պրայդի վարքագծի, ինչ-որ ասենք այս պրայդը մյուսից որ տարբերվում է, ինչ-որ հետաքրքիր։ Ասենք այսպես չէ, որ կոնկրետ պրայդ ամառանը հանգնում է հանգստանալու։ Չէ, եթե լուրջ խոսենք, պրայդը յուրաքանչյուր պրայդ այո, ունի իր առանձնահատկությունները։ Դա առաջին պայմանավորված է պրայդի անդամների քանակով։ Մեծად քանակ պրայդը վարում է այդպիսի կենսակերպ, այսինքն ընտանիքը մեծ է, հոգսերը շատ են, որսի կազմակերպումը առավել համակարգված է եւ առավել զանգվածային։ Ավելի փոքր կոմպակտ պրայդները ունեն իրենց առանձնահատկությունները, բայց արհեստների պրայդերի առանձնահատկությունները պայմանավորված են նաև կոնկրետ պոպուլյացիաներով։ Յուրաքանչյուր ենթատեսակ ունի իր առանձնահատկությունները, ասենք, եթե քարաժայռերում, ասենք Աֆրիկայի արևելքում տարածված արհեստները հիմնականում ապրում են իրենց կեցավայրը, քարաժայռերն են եւ այնտեղ էլ իրենք բնակվում են, կոնկրետ այդ պրայդներում կյանքի կենցաղի կազմակերպումը տեղի ունենում հաշվի առնելով տեղանքը եւ դրա լանդշաֆտի առանձնահատկությունները, այսինքն ձագերի ծննդաբերությունը, որտեղ են խնամելու, ուր են տանելու ծնված ձագերին եւ այլ տարբեր կենցաղային մակարդակի խնդիրներ։ Բաց տարածությունների պրայդերը, որոնք չունեն այդպիսի հնարավորություններ, իրենց կենսակերպը կազմակերպում են ելնելով լանդշաֆտի ընձեռած հնարավորություններից։ Սրանք գումարենք նաեւ սննդի խնդիրը։ Այն պրայդերը, որոնք ապրում են այնպիսի տարածքում, որտեղ սնման խնդիր չկա, հարաբերություններն իրար մեջ եւ այո սովորույթները միջ անձնային իրենց համակարգում լրիվ ուրիշ են։ Այն ավելի խաղաղ։ Այն պրայդներում, որտեղ մշտապես կա սնման խնդիր, երբ ավարը, ասենք, որսավարը ետնին է եւ յուրաքանչյուրը ցանկանում է ավելի շատ ուտել ու չտալ մյուսին, որպեսզի ինքը կշտանա, բնականաբար այդտեղ սովորույթները քիչ ուրիշ են։ Ամեն մեկը ցանկանում է առաջինը թռցնել, ուշտ մնալ եւ գոյությունը պահպանել։ Ձեր մոտ ունեք պրայդը յուրաքանչյուր առանձնյակ ունի պարտականություն, մեկը դարիակը մնացած է գնում են բոքսի։ Ես նախ կցանկանայի ասել, թե ինչ ասել է պրայդ։ Չգիտեմ դուք այդ մասին մտածել եք, թե չէ, ինչ է արհեստների ընտանիքը կոչվում պրայդ։ Դա անգլերեն pride բառից է, հպարտություն, հպարտ։ Սա սերում է այդ բառից եւ այդպես անվանակոչումը այո նորից կապված է արհեստների հետ վերահսկանչ վերանձում տեսքից։ Իսկ կոնկրետ դերակատարումների մասով, այստեղ կա տանասերն է իշխում գլուխ, որտեղ հստակ այդ դերաբաշխումը կա, այո կան կոնկրետ դերեր, ես եթե համեմատելու լինեմ ֆուտբոլային խաղի հետ, ինչպես որ ֆուտբոլում է հարձակվող, կիսապաշտպան, պաշտպան, դարպասապա, չգիտեմ, մարզիչ, չէ, այնպես էլ արհեստների ընտանեկան հարաբերություններում է։ Կան էգեր, որոնք միայն այո պատասխանատու են որսի համար եւ հիմնականում որսում իրենք են, կան էգեր, որոնք ավելի շատ տան կենցաղի խնդիր են, ճաշեր եթում։ Կա արուներ կան, որոնք այո միայն պաշտպանում են, արուներ կան, որոնք ձրիակեր են, ուղղակի սորթվում են բարիքներից, արուներ կան, որոնք ձրիակեր չեն, հակառակը շատ տքնում են, որպեսզի որսանեն եւ օգնեն եւ այլ։ Այսինքն այո հստակ դերաբաշխում կա։ Այդ դերաբաշխման ամբողջ պատերաբեմում այո դարձյալ առանցքային դերը էգերի։ Actually, արհեստների ոնց կայանում են, նրանց առանձնացնողներից, խոտառությունը, լսողությունը։ Իրենցից։ Դե չէ, ընդհանուր մյուսներից էլի, մյուս կենտրոններից։ Դա արհեստների ոնց կայանում ամենազարգացածը։ Այդպես։ Արհեստների տեսողությունը մեր տեսողությունից մի քանի անգամ ավել է, մարդու տեսողությունից բնական է, գիշատիչ կենտրոնի է, լավ զարգացած է ի տարբերություն
կատվազգիների որոշ ներկայացուցիչների նաև օտարությունը, եւ դա ունի իր սպეციფიկ բացատրությունը։ Բաց տարածության գիշատիչը պիտի ունենա լավ օտարություն։ Ինչու, որովհետև քամու դիրքի, քամու ուղղության եւ անասնների հոտի կոնկրետ գտնվելու վայրի առումով այդ ֆիքսելու եւ մոտենալու ворս անելու համար լավ օտարություն անհրաժեշտ է։ Արուսների մոտ շատ լավ զարգացած է լսողությունը եւ դա բնական է, որպես կանոն արուսները մթնշաղային, գիշերային եւ լուսադեմին ворս անող կենդանիներ են, երբ արևը այդքան այսպես զենիթում չէ, որտեղ ցերեկային ժամերին արուսները քնում են, իսկ ինչ վերաբերում է քնելուն, ասեմ, որ երևի ամենաշատ քնող պատվազգիներից են, որտեղ օրը 24 ժամ է, մոտավորապես 18-19 ժամ օրվա մեջ իրենք քնում են։ Եթե ավարը լավ է եւ հնարավոր է արուցել պաշտանակ ուտի, մինչեւ 15-20 կիլոգրամ արու առանձնյակ կհասնի, երբեմն նույնիսկ 30 կիլոգրամ։ Ես ուզում եմ նշել, որ այո, շատ ճիշտ եք, երբ այսպես հաջող ворսը լինում, դա իրենց բավարարում է մի քանի օր, ընդհանուր մինչև մեկ շաբաթ, իրենք չեն սնվում, դա բավական է։ Լինում է, որ ավարը իրեն հենց պրայդում է մնում և իրենք անդադ վերադառնում են և ուտում են։ Շնորհակալություն, ինձ մնացած հարցերը պատասխանել գտնենք գրքում, ինչպես գրքում նշեցի, Արմենը մեզ նվեր է բերել, բոլոր ներկաները կստանան գրքի օրինակ և իհարկե կխնդրենք Արմենին նաև իհարկե ստորագրությամբ և մաղթանքներով Եվ հիմա երևի փորձենք կազմակերպել այդ գործընթացը, Վասեք, մի տեղ նստելով, մոտենալ մյուս կողմում ավելի հարմար է Մեր անգամ ևս բոլորի կոնկրետ հարցերի համար շատ շնորհակալություն ասել, որտեղ ես հենց դա էլ անդրադառնում էի, որ լինի ինտերակտիվ Իրոք, ձեր շարժայում այդպես է լինելու, սա նշանակում է, որ հետաքրքիր է, երբ որ հարցեր լինում ներկայացնելու, ուրեմն հետաքրքիր է, շատ շնորհակալություն, ես էլ եմ շնորհակալ։ Merci. Ես ասեմ, որ